Ազգային ժողովի արխիվում պահվում է մի տեսագրություն, որը տասնամյակներ շարունակ դիտվել է հազարավոր անգամ, և յուրաքանչյուր դիտման հետ նոր հարցեր են ծնվում, քան պատասխաններ։ Կադրում դահլիճի բեմը, կառավարության անդամների աթոռները, միկրոֆոնի մոտ կանգնած վարչապետը։ Ձայնագրության 32-րդ րոպեին պատկերը սկսում է դողալ, հետո խզվում է, և հենց այդ խզման մեջ է թաքնված այն ամենը, ինչ հայ ժողովուրդը երբեք ամբողջությամբ չիմացավ։ Քննիչները հետագայում պնդում էին, թե տեսախցիկն ուղղակի անսարքացել է հանկարծակի իրարանցումից, բայց մարդիկ, ովքեր ականատես են եղել այն օրվան, մինչ օրս հարցնում են, արդյոք դա իսկապես պատահականություն էր, թե մեկը շատ էր ուզում, որ հաջորդ րոպեները հավերժ մնան մթության մեջ։ Ինչ եղավ Ազգային ժողովի դահլիճում այն րոպեներին, որոնց տեսագրությունը կորավ, և ինչու 26 տարի անց այս հարցը դեռ բացվում է ամեն 1 հոկտեմբերի 27-ին։ Երևանցիներից նրանք, ովքեր հիշում են 1999 թվականի աշունը, պատմում են մի տարօրինակ մանրամասնի մասին, որին այն ժամանակ ոչ ոք նշանակություն չէր տալիս։ Այդ օրվա առավոտյան Ազգային ժողովի շենքի մուտքի մոտ անվտանգության ստուգում աննկատ մեղմ էր եղել, ասես անվտանգության աշխատակիցները մի փոքր հոգնած լինեին, կամ շտապեին ինչ-որ տեղ։ 5 տղամարդ երկար բաճկոնների տակ թաքցրած ինքնաձիգներով մոտեցան մուտքին ոչ թե որպես զինված ներխուժողներ, այլ որպես մամուլի ներկայացուցիչներ, ձեռքներին կեղծ թե իրական լրագրողական վկայականներ։ Նրանց ղեկավարում էր մի երիտասարդ տղամարդ, ում դեմքը շատերիսին ծանոթ էր թերթերի էջերից, Նաիրի Հունանյան անունով, նախկին լրագրող, ով ժամանակին կապված էր եղել Հայ հեղափոխական դաշնակցության հետ։ Ոչ ոք այդ պահին չէր կասկածում, որ այս մարդկանց բաճկոնների տակ թաքնված է այն, ինչ մի քանի րոպեից ընդմիշտ փոխելու էր երկրի պատմությունը։ Ինչպես կարող էին 5 մարդ առանց հատուկ պատրաստության ուղղակի քայլով անցնել խորհրդարանի ամենախիստ պահպանվող դռներով։ Այդ օրը Ազգային ժողովում ընթանում էր սովորական նիստերից մեկը, այն, որ կոչվում էր հարց ու պատասխանի ժամ, երբ կառավարության անդամները հրապարակավ պատասխանում էին պատգամավորների հարցերին։ Ուղիղ եթերով հեռարձակվող այս նիստերը դարձել էին քաղաքական կյանքի սովորական մասը, և այդ օրն էլ ոչնչով չէր տարբերվում նախորդներից։ Դահլիճում նստած էին վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, նախարարներ, պատգամավորներ, երկրի ողջ քաղաքական վերնախավը մեկ թե ինքնաձիգը ձեռքին տղամարդն ինչ-որ մեղադրական խոսքեր ասաց իշխանության մասին, մյուսները պնդում են, թե Վազգենը փորձեց խոսել նրա հետ, հանգստացնել, հասկանալ, թե ինչ է կատարվում։ Հաջորդ վայրկյաններին կրակոցները շարունակվեցին ողջ դահլիճով մեկ, և րոպեների ընթացքում ընդհատվեց 8 մարդու կյանքի ուղին՝ վարչապետ Վազգեն Սարգսյանի, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանի, փոխնախագահներ Յուրի Բախշյանի ու Ռուբեն Միրոյանի, արտակարգ իրավիճակների նախարար Լեոնարդ Պետրոսյանի, պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանի, Միքայել Կոթանյանի և Արմենակ Արմենակյանի։ Տասնյակ ուրիշներ վիրավորվեցին։ Դահլիճը, որ մի քանի րոպե առաջ լցված էր երկրի ամենաազդեցիկ մարդկանց ձայներով, հանկարծ մատնվեց մի այնպիսի լռության, որին ոչ ոք պատրաստ չէր։ Ինչպես կարող էր մի ամբողջ պետության ղեկավար կազմ մի ակնթարթում կորչել, ոչ պատերազմի դաշտում, այլ խաղաղ քաղաքի սրտում, օրենսդիր մարմնի իսկ դահլիճում։ Դահլիճից դուրս միջանցքներում ու սրահներում խուճապը տարածվում էր փողոց առ փողոց արագությամբ։ Աշխատակիցներ, հյուրեր, լրագրողներ վազում էին ելքերի ուղղությամբ, ոմանք թաքնվում էին սենյակների տակ, մյուսները փորձում էին հասկանալ հեռախոսազանգերով, թե ինչ է կատարվում ներսում։ Անվտանգության ուժերը, որոնք սովորաբար հսկում էին շենքի պարագիծը, հայտնվեցին անսպասելի իրավիճակի առջև, որի համար ոչ մի հրահանգ նախապես գրված չէր։ Ինչպիսի որոշում կայացնել, երբ 5 զինված մարդ վերահսկում է դահլիճը, որտեղ գտնվում է երկրի ողջ ղեկավարությունը։ Ներխուժողները, ինչպես հետագայում պարզվեց, չէին պատրաստվում անմիջապես հեռանալ։ Նրանք սկսեցին կազմակերպել դահլիճում մնացած պատգամավորներին ու աշխատակիցներին որպես պատանդներ, և այս պահից սկսվեց մի գիշեր, որի ընթացքում ամբողջ երկիրը սառեց լարվածությունից, չիմանալով, թե ինչպես կավարտվի սա։ Ինչ էին մտածում այն պահին տասնյակ պատանդների ընտանիքները, ովքեր հեռուստացույցի էկրանից փորձում էին հասկանալ, թե արդյոք իրենց հարազատներն ողջ են։ Առաջին տեղեկությունները հեռարձակվեցին գրեթե անմիջապես, քանի որ նիստը հենց ուղիղ եթերով էր հեռարձակվում։ Հազարավոր հայեր, ովքեր այդ պահին նստած էին իրենց հեռուստացույցների առջև, սպասելով սովորական քաղաքական լուրերի, հանկարծ տեսան էկրանին խուճապի պատկերներ, կրակոցների ձայներ, խառնաշփոթ։ Երևանի փողոցներում մարդիկ սկսեցին հավաքվել Ազատության հրապարակում և խորհրդարանի շենքի շուրջ, փորձելով իմանալ, թե ինչ է կատարվում, մինչդեռ ոստիկանությունն ու հատուկ ուժերը փակում էին տարածքը։ Խուճապն ու անորոշությունը խառնվում էին սարսափի հետ, և ամեն րոպե բերում էր նոր հակասական լուրեր։ Ոմանք ասում էին, թե բոլորը փրկվել են, ուրիշները շշնջում էին, թե վարչապետը զոհվել է։
Պաշտոնական հաստատում երկար ժամանակ չկար, եւ հենց այս անորոշությունը թերևս ամենադաժանն էր ողջ ազգի համար։ Ինչպես ապրել այն ժամերին, երբ չգիտես ողջ է քո երկրի ղեկավարությունը, թե ոչ։ Ազգային ժողովի շենքի ներսում մինչդեռ իրավիճակը զարգանում էր իր առանձին տրամաբանությամբ։ Ներխուժողները, պահելով վերահսկողության տակ դահլիճը եւ հարակից տարածքները, սկսեցին ձևակերպել իրենց պահանջները։ Նրանք ցանկանում էին ուղիղ եթեր, որպեսզի իրենց խոսքը հասնի ողջ ազգին, ցանկանում էին երաշխիքներ արդար դատավարության համար եւ ամենակարևորը, պահանջում էին ուղղակի բանակցություններ երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Հունանյանն ինքը հայտարարեց, որ իր գործողությունը միտված է ազատել Հայաստանը հակաժողովրդական վարչակարգից եւ պնդում էր, թե ցանկանում է հասնել խորհրդարանի ինքնալուծարման ու նոր ազատ ընտրությունների անցկացման։ Սակայն այն, ինչ սկզբում ներկայացվում էր որպես քաղաքական բողոք, արդեն վերածվել էր ամենադաժան հանցագործություններից մեկի հայ ազգի նոր պատմության մեջ։ Ինչ կարող էր դրդել մի երիտասարդ մարդու, նախկին լրագրողի նման քայլի, եւ արդյոք նա միայնակ էր այս որոշման մեջ, թե ինչ որ մեկը կանգնած էր նրա թիկունքում։ Այն գիշեր, մինչ բանակցությունները շարունակվում էին փակ դռների ետևում, Երևանը չէր քնում։ Ընտանիքներ, որոնց հարազատները մնացել էին դահլիճում որպես պատանդ, կանգնած էին շենքի մոտակայքում, սառը աշնանային գիշերվա մեջ, սպասելով որևէ լուրի։ Ոմանք լացում էին բացահայտ, ուրիշներն ընդամենը կանգնած էին լուր, աչքերը հառած լուսավորված պատուհաններին։ Բժշկական անձնակազմը, արագ արձագանքման ծառայությունները, լրագրողներ ամբողջ աշխարհից հավաքվել էին տարածքի շուրջ, յուրաքանչյուրն իր տեսանկյունից փորձելով հասկանալ, թե ինչպես կավարտվի այս պատմությունը։ Կառավարական այլ շենքերում պաշտոնյաներ գիշերն անց էին կացնում խորհրդակցություններով, չիմանալով, թե որքան հեռու կարող են գնալ ներխուժողները, եւ արդյոք սա միայն մեկ դեպքի սահմաններում կմնա, թե վերածվելու է ավելի լայն ցնցման։ Ամեն ժամ, որ անցնում էր, ու մեր ավելացնում էր անորոշությունը, եւ հեռուստատեսային էկրաններից անդադար կրկնվող կադրերը, մուգ շենքի ուրվագիծը, շուրջ բոլորը կանգնեցված մեքենաները դարձել էին ողջ ազգի ընդհանուր անքուն սպասման խորհրդանիշը։ Ինչ էր զգում այն պահին Վազգեն Սարգսյանի ընտանիքը, երբ դեռ պաշտոնական հաստատում չկար, բայց սրտում արդեն գիտեին, որ ինչ-որ անդառնալի բան է կատարվել։ Կային նաև նրանք, ովքեր հենց այդ գիշեր սկսեցին հավաքել առաջին հարցերը, որոնց պատասխանները դեռ երկար տարիներ պիտի փնտրվեին։ Ինչպես կարողացան 5 մարդ զենքով անցնել այն շենքի պահպանությամբ, որ պետք է լիներ երկրի ամենապաշտոնված կետերից մեկը։ Ինչու անվտանգության ստուգումն այդ օրը եղավ այնքան մակերեսային։ Եվ ամենակարևորը, արդյոք սա իսկապես եղավ 5 մարդու ինքնուրույն որոշման արդյունք, թե նրանց թիկունքում կանգնած էին ուժեր, որոնց անուններն այդ գիշեր դեռ ոչ ոք չէր համարձակվում արտասանել բարձրաձայն։ Այս հարցերը, ծնված հենց այն սարսափելի գիշերվա առաջին ժամերին, պիտի ուղեկցեին հայ հասարակությանը հաջորդ 26 տարիների ընթացքում, երբեք ամբողջությամբ չլուծված, երբեք վերջնականապես չպատասխանված։ Իսկ այն, ինչ սպասում էր հաջորդ ժամերին, դահլիճի ներսում մնացած պատանդների ճակատագիրն ու հենց Հունանյանի խմբի հետագա քայլերը պիտի ցույց տային, թե որքան հեռու կարող է գնալ մի փոքր խումբ, երբ նրանք որոշում են, թե ինչպես պիտի ավարտվի Հայաստանի պատմության ամենասև գիշերներից մեկը։ Մինչ ազգային ժողովի շենքի շուրջը սառչում էր աշնանային գիշերը, դահլիճի ներսում մի ուրիշ դրամա էր ծավալվում։ Մի քանի տասնյակ պատանդների ու 5 զինված մարդկանց միջև, որոնց ճակատագրերն այդ գիշեր կապվեցին մեկ անդառնալի հանգույցի մեջ։ Պատգամավորները, նախարարական աշխատակիցները, նույնիսկ պատահական հանդիսատեսը, ովքեր եկել էին նիստին հետևելու, հայտնվեցին մի իրավիճակում, որին ոչ ոք երբեք չէր պատրաստվել։ Ոմանք հետագայում պատմում էին, թե ինչպես ամբողջ գիշեր փորձում էին չշարժվել, չգրգռել զինվածներին, պահպանել լռություն, մինչդեռ ներսում, ականատեսների խոսքով, մի քանիսը շարունակում էին խոսել բարձրաձայն, իրենց պահանջների ու դժգոհության մասին, ասես ցանկանային, որ ամեն ոք, ով լսում է, հասկանա իրենց դրդապատճառները։ Բայց ինչ կարող էր իսկապես բացատրել այն, ինչ արդեն կատարվել էր դահլիճում, եւ ինչպես էր ավարտվելու այս գիշերը, որի յուրաքանչյուր րոպեն կարող էր բերել նոր ողբերգություն։ Վկաներից մեկը, մի երիտասարդ լրագրող, ով այդ երեկո գտնվում էր մամուլի հատվածում, տարիներ անց հրապարակավ պատմեց մի մանրամասնի մասին, որ մինչ այդ լայն հասարակությանը հայտնի չէր։ Նրա խոսքով, նախքան առաջին կրակոցները հնչելը, դահլիճում կար մի քանի վայրկյան անբնական լռություն, երբ բոլորը, ներառյալ իշխանության ամենաբարձր ներկայացուցիչները, պարզապես նայում էին ներխուժողներին, չհասկանալով, թե դա իրական է, թե ինչ-որ տարօրինակ խաղ։ Հենց այս մի քանի վայրկյանում, ասում է վկան, կարող էր ինչ-որ բան փոխվել, եթե անվտանգության որևէ ուժ ժամանակին արձագանքեր, բայց ոչ ոք չէր հասցրել։
Անվտանգության ծառայողները, որոնք սովորաբար կանգնած էին դահլիճի մուտքի մոտ, կամ բացակայում էին այդ պահին, կամ չունեին բավարար զենք ու պատրաստվածություն դիմակայելու 5 մարդու, որոնք ակնհայտորեն նախապես մանրակրկիտ ծրագրել էին իրենց մուտքը։ Ինչպես կարող էր այդքան կարևոր մի պահ կախված լինել ընդամենը մի քանի կորած վայրկյանից, եւ ով էր պատասխանատու այն բաց թողումների համար, որ թույլ տվեցին այս ամենը տեղի ունենար։ Հաջորդ օրերին, երբ առաջին ցնցում սկսեց մի փոքր նահանջել եւ հասարակությունը փորձում էր վերակազմավորել իր մտքերում պատահածը, սկսեցին տարածվել նաեւ առաջին վարկածները։ Ոմանք պնդում էին, թե սա եղել է մաքուր, ինքնուրույն, նույնիսկ մոլեռանդորեն կրոնական բնույթի գործողություն մի փոքր խմբի կողմից, որոնք հավատում էին, թե իրենք գործում են իշահ ամբողջ ազգի։ Ուրիշներն սկսում էին հարցեր տալ, որոնք շատ ավելի անհարմար էին։ Ինչու օրինակ հատուկ ուժերը, որոնք ի սկզբանե կարող էին արագ գործողություն ձեռնարկել, փոխարենը ընտրեցին երկար բանակցային մարտավարությունը։ Ինչու երկրի նախագահը, որին ուղղակիորեն էին կանչում ներխուժողները, չմիացավ բանակցություններին անմիջապես, այլ սպասեց ժամեր շարունակ։ Այս հարցերը դեռ ուշ էին հնչում այն գիշեր, բայց նրանք արդեն սերմավում էին հասարակության մտքում, եւ առաջիկա տարիներին այս սերմերից պիտի աճեին ամբողջ տեսությունների ծառեր, մեկը մյուսից ավելի բարդ ու վիճահարույց։ Երկրի սահմաններից դուրս, աշխարհի մայրաքաղաքներում նույնպես անհանգստությամբ էին հետևում իրադարձություններին։ Դեսպանատներ ուղարկում էին հրատապ հաղորդագրություններ, միջազգային կազմակերպություններ պատրաստվում էին հայտարարություններ անել, եւ լրատվամիջոցները ամբողջ աշխարհում սկսում էին իրենց առաջին տողերը Հայաստանի մասին, մի փոքր երկրի, որի մասին մինչ այդ քիչ-ինչ գիտեին Կովկասից դուրս։ Այս ուշադրության կենտրոնում կանգնած էր մի հարց, որին ոչ մի արտաքին դիտորդ չէր կարող միանշանակ պատասխանել։ Արդյոք սա մի ազգային ողբերգության մեկուսացած դրվագ էր, թե խորքային ինչ-որ ավելի մեծ ճգնաժամի ախտանիշ, որ վաղուց հասունանում էր երիտասարդ, դեռ իր ոտքերի վրա ամուր չկանգնած պետության ներսում։ Ինչ էր սպասվում Հայաստանին այս գիշերվանից հետո, եւ արդյոք երկիրը կկարողանար պահպանել իր ժողովրդավարական հունը, թե այս մեկ գիշերը վերջնականապես փոխելու էր նրա ողջ ապագա ընթացքը։ Մինչ երկիրը փորձում էր հասկանալ, թե ինչ է կատարվել դահլիճում, արժե կանգ առնել եւ հիշել, թե ովքեր էին այն 8 մարդիկ, ում կյանքն ընդհատվեց այդ րոպեներին, որովհետեւ հետագա տարիների ընթացքում հանրության ուշադրությունը գրեթե ամբողջությամբ կենտրոնացավ Վազգեն Սարգսյանի կերպարի վրա, մինչդեռ մյուսների պատմությունները մնացին ստվերում։ Կարեն Դեմիրճյանը, ով նստած էր բեմին, նախագահելով նիստը, հասունացել էր բոլորովին այլ դարաշրջանում։ Դեռ խորհրդային ժամանակներում, ավելի քան 15 տարի, նա ղեկավարել էր Խորհրդային Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, դառնալով հանրապետության փաստացի ղեկավար մի ժամանակահատվածում, որ շատերը հետագայում հիշում էին որպես համեմատական կայունության տարիներ։ Անկախությունից հետո նա տարիներով հեռու էր մնացել քաղաքականությունից, զբաղվելով գործարարությամբ, մինչև 1998 թվականին որոշեց վերադառնալ հրապարակային կյանք, մասնակցելով նախագահական ընտրություններին, իսկ հաջորդ տարի գլխավորելով Միասնություն դաշինքի ընտրական ցուցակը Վազգենի հետ միասին։ Նրա վերադարձը դիտվում էր որպես կամուրջ հին ու նոր Հայաստանի միջև, մարդ, ում փորձն ու հեղինակությունը կարող էին հավասարակշռել Վազգենի ռազմական էներգիան։ Ինչպիսի Հայաստան կունենայինք այսօր, եթե այս երկու այդքան տարբեր, բայց փոխլրացնող առաջնորդները շարունակեին աշխատել կողք կողքի եւս մեկ տասնամյակ։ Յուրի Բախշյանը, խորհրդարանի փոխնախագահներից մեկը, պատկանում էր այն սերնդին, որ իր ողջ գիտակցական կյանքն անցկացրել էր օրենսդրական աշխատանքի մեջ, հեռու հանրային ուշադրությունից, բայց մոտ այն ամենօրյա աննկատ մանրամասներին, որոնցից ի վերջո կազմված է պետության աշխատանքը։ Գործընկերները հիշում էին նրան որպես մարդու, ով հազվադեպ էր բարձրացնում ձայնը, բայց միշտ գտնում էր ճշգրիտ իրավաբանական ձևակերպումը ամենաբարդ վեճերում։ Ռուբեն Միրոյանը, մյուս փոխնախագահը, նմանապես մասնագիտացած էր օրենսդրական մանրամասների մեջ, եւ նրա ընտանիքը հետագայում պատմում էր, թե ինչպես նա այդ երեկո պատրաստվում էր տուն վերադառնալուց հետո օգնել դստերը դասերում, մի պարզ ընտանեկան ծրագիր, որին այլևս երբեք վիճակված չէր իրականանալ։ Արտակարգ իրավիճակների նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ում ոլորտը ներառում էր երկրաշարժերի, վթարների ու աղետների կառավարումը, դեռ կրում էր 1988 թվականի ավերիչ երկրաշարժի փորձը, եւ գործընկերները հիշում էին նրան որպես մեկին, ով երբեք չէր դադարում մտահոգված լինել, արդյոք երկիրը բավարար չափով պատրաստ է հաջորդ աղետին։ Այդ երեկո նա ինքն էլ դարձավ մի աղետի զոհ, որին ոչ մի պատրաստվածություն չէր կարող կանխել։ Պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Կոթանյանը եւ Արմենակ Արմենակյանը եկել էին քաղաքականություն իրենց տարբեր ուղիներով, մեկը որպես նախկին տնտեսագետ, մյուսը որպես տեղական համայնքի ակտիվիստ,
երրորդը որպես երիտասարդ իրավաբան, ով նոր էր սկսել իր առաջին ժամկետը խորհրդարանում։ Երեքն էլ ներկայացնում էին այն հազարավոր անանուն պատգամավորների կատեգորիան, ովքեր չունեն ազգային մասշտաբի հռչակ, բայց ում ամենօրյա աշխատանքից փաստացիորեն կախված է օրենսդրության որակը։ Նրանց ընտանիքների համար կորուստը եղավ կրկնակի ծանր հենց այն պատճառով, որ հանրային ուշադրությունը գրեթե ամբողջությամբ անցավ կողքով, կենտրոնանալով ամենահայտնի անուններին։ Այրիներից մեկը տարիներ անց հարցազրույցում ասաց, թե ամենադժվարն էր ոչ թե կորուստն ինքնին, այլ այն զգացողությունը, թե իր ամուսնու անունը երբեք չհնչեց այնպես, ինչպես հնչեցին Վազգենինն ու Կարենինը, կարծես նրա կյանքն ինչ-որ կերպ պակաս արժեքավոր էր եղել։ Ինչու ազգային հիշողությունը այդքան անհավասարաչափ է բաշխում իր ուշադրությունը, եւ ինչ ենք մենք պարտական այն ընտանիքներին, ում ցավը մնում է լուսանկարների եզրից դուրս։ Հեռուստատեսային տեսագրության մեջ, որ հետագայում հազարավոր անգամ վերլուծվեց փորձագետների կողմից, կարելի է տեսնել մի քանի րոպե, որոնց ընթացքում ամեն ինչ դեռ թվում էր վերականգնելի։ Առաջին կրակոցներից հետո մի քանի պատգամավոր փորձեցին թաքնվել իրենց աթոռների տակ, ոմանք ճչում էին խնդրելով դադարեցնել կրակոցները, մեկը, ինչպես հետագայում պարզեց փորձաքննությունը, նույնիսկ փորձեց խոսել Հունանյանի հետ, առաջարկելով բանակցել, բայց արդեն ուշ էր։ Կրակոցները շարունակվեցին այնպիսի արագությամբ ու հետևողականությամբ, որ ակնհայտ էր դառնում։ Սա ոչ թե խուճապային պատահական գործողություն էր, այլ նախապես մշակված, թեկուզ եւ անկատար մարտավարություն։ Դատաբժշկական փորձագետները հետագայում վերականգնեցին, որ ամբողջ գործողությունը, ներխուժումից մինչև հիմնական զոհերի անկումը, տևել է ոչ ավելի քան 2 րոպե։ 2 րոպե, որի ընթացքում փոխվեց մի ամբողջ երկրի պատմության ընթացքը։ Ինչպես կարող է այդքան կարճ ժամանակահատվածը կրել այդքան մեծ պատմական ծանրություն, եւ ինչպես ապրել այն գիտակցությամբ, որ ամեն ինչ կարող էր այլ կերպ ընթանալ, եթե միայն մի քանի վայրկյան այլ կերպ դասավորվեին։ Անմիջապես կրակոցներից հետո դահլիճում մնացած մարդկանց մեծ մասը փորձում էր հասկանալ, թե ինչ պետք է անել հաջորդը։ Ոմանք բժշկական օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, սեփական հագուստից պատրելով կտորներ վերքերը կապելու համար։ Ուրիշներ փորձում էին հանգստացնել նրանց, ովքեր ցնցումից այլևս ի վիճակի չէին շարժվել։ Ներխուժողները, զենքերը դեռ ձեռքներին, պահանջում էին, որ բոլորը մնան իրենց տեղերում, եւ այս պահից սկսվեց այն երկարատև սպասումը, որը դահլիճում մնացած մարդկանց համար պիտի տևեր գիշեր ու կես։ Զոհված պատգամավորների աթոռների կողքին ողջ մնացած գործընկերները ստիպված էին անցկացնել ժամեր, նայելով իրենց մահացած ընկերների մարմիններին, առանց հնարավորության նույնիսկ պատշաճ կերպով հրաժեշտ տալ։ Այս մանրամասնը որքան էլ սարսափելի, հաճախ մոռացվում է ընդհանուր պատմության մեջ, բայց հենց դրանում է թաքնված այն իրական մարդկային ողբերգության խորությունը, որը թվերով ու վիճակագրությամբ երբեք ամբողջությամբ չի փոխանցվում։ Ինչպիսի ուժ էր անհրաժեշտ մնալ մտքով պայծառ եւ գործուն մի իրավիճակում, երբ շուրջ բոլորը գտնվում էին քո հենց նոր սպանված գործընկերների մարմինները։ Պատկերացրեք մի կին, ով կանգնած է իր տան պատուհանի մոտ, հեռուստացույցի աղմուկը հեռվից լսվում է հարևանսենյակից, եւ նա փորձում է չլսել այն, որովհետեւ գիտի, որ եթե լսի, ստիպված կլինի ընդունել այն, ինչ արդեն սրտով զգում է։ Այս գիշեր հազարավոր հայկական ընտանիքներում կրկնվում էր նույն տեսարանը՝ մայրեր, կանայք, զավակներ, ովքեր փորձում էին կապվել իրենց հարազատների հետ, ովքեր այդ օրը եղել էին ազգային ժողովում, կամ որպես падգամավոր, կամ որպես աշխատակից, կամ ուղղակի հանդիսատես։ Հեռախոսագծերը գերծանրաբեռնված էին, եւ ամեն զանգ, որին ոչ ոք չէր պատասխանում, դառնում էր նոր վախի աղբյուր։ Ընտանիքի անդամներից ոմանք շտապեցին անմիջապես դեպի խորհրդարանի շենքի մոտակայքը, թեև գիտեին, որ իրենց այնտեղ թույլ չեն տա մոտենալ, միայն այն պատճառով, որ չէին կարող մնալ տանը, անգործության մեջ, մինչ իրենց սիրելիների ճակատագիրը որոշվում էր փակ դռների ետևում։ Ինչ է նշանակում սպասել այնպիսի լուրի, որը կարող է ընդմիշտ բաժանել քո կյանքը մինչև այն եւ դրանից հետո։ Վազգեն Սարգսյանի ընտանիքի համար այդ գիշերն սկսվեց մի կասկածով, որը երկար ժամանակ մնաց չհաստատված։ Առաջին լուրերը հակասական էին։ Ոմանք ասում էին, թե վարչապետը վիրավորվել է, բայց ողջ է։ Ուրիշներն ակնարկում էին ավելի վատ բան։ Ընտանիքի անդամները փորձում էին կապվել իրենց ծանոթների հետ իշխանական շրջանակներում, բայց հեռախոսագծերի մյուս ծայրում կամ լռություն էր, կամ մերժողական պատասխաններ, ինչը միայն սաստկացնում էր անհանգստությունը։ Վազգենի եղբայրը Արամ Սարգսյանը, ով ինքն էլ ակտիվ էր քաղաքական կյանքում, հայտնվեց այն մարդկանցից մեկը, ով ստիպված էր միաժամանակ կրել սեփական ցավը եւ պատասխանատվության բեռը, քանի որ շուտով հենց իրեն էր վիճակված շարունակել եղբոր ընդհատված գործը։ Ինչպիսի ուժ էր պետք, որպիսի մարդը, ով հենց նոր էր կորցրել իր հարազատին, կանգներ ոտքի եւ շարունակեր ծառայել պետությանը, հենց այն երկրին, որ վերցրել էր իր եղբոր կյանքը։ Կարեն Դեմիրճյանի ընտանիքի պատմությունը նմանապես ողբերգական էր իր անսպասելիությամբ։
Դեմիրճյանը, ով տասնամյակներ շարունակ եղել էր Հայաստանի ամենահայտնի քաղաքական դեմքերից մեկը դեռ խորհրդային ժամանակներից, թվում էր վերապրել էր բազմաթիվ քաղաքական փոթորիկներ և վերադարձել իշխանության գագաթը որպես ազգային ժողովի նախագահ։ Նրա ընտանիքի համար այս վերադարձը խորհրդանշում էր կայունություն և հույս, հատկապես դժվարին տարիների ֆոնին։ Հենց այս հույսն էր, որ մեկ երեկոյան ընդհատվեց ամենադաժան ձևով։ Ականատեսներից ոմանք հիշում են, թե ինչպես Դեմիրճյանի ընտանիքի անդամները, տեղեկանալով պատահածի մասին, չէին կարողանում հավատալ, որ մարդը, ով վերապրել էր այնքան դժվարություններ քաղաքական կարիերայի ընթացքում, կարող էր հեռանալ կյանքից հենց իր իսկ աշխատավայրում, մեկ երեկոյան ընթացքում, առանց նախազգուշացման։ Այս զույգ ողբերգությունը, Սարգսյանինն ու Դեմիրճյանինը միասին կապված, դարձավ խորհրդանիշ մի ամբողջ քաղաքական դարաշրջանի հանկարծակի ավարտի։ Բայց կար նաև մեկ ուրիշ ընտանիք, որի պատմությունն այն գիշեր հազվադեպ էր հիշատակվում, թեև ոչ պակաս ողբերգական էր իր ձևով, հենց ինքը՝ Հունանյանների ընտանիքը։ Նաիրի Հունանյանը մեծացել էր սովորական հայկական ընտանիքում, աշխատել էր որպես լրագրող, ունեցել էր կապեր հայ հեղափոխական դաշնակցության հետ, և ոչինչ նրա հայտնի կենսագրության մեջ ուղղակիորեն չէր գուշակում այն, ինչ նա պատրաստվում էր անել։ Նրա հետ գործողության մեջ էին նաև եղբայրը Կարեն Հունանյանը, հորեղբայրը Վրամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանն ու Էդուարդ Գրիգորյանը։ Ընտանիքի անդամ լինելու հանգամանքն այս խմբում առանձնահատուկ նշանակություն ուներ։ Սա չէր անծանոթ մարդկանց խումբ, այլ ընտանեկան կապերով միավորված մարդիկ, ովքեր միասին որոշեցին կատարել այն, ինչ հետագայում պիտի կոչվեր հայ ազգի պատմության ամենասև էջերից մեկը։ Ինչպես կարող էր մի ամբողջ ընտանիք գալ նույն անդառնալի որոշման, և ինչ էր կատարվում այն մարդկանց մտքում, ովքեր գիտակցաբար քայլում էին դեպի իրենց իսկ կործանումը, քաշելով իրենց հետևից նաև իրենց մերձավոր ազգականներին։ Հունանյանի հրապարակած հայտարարությունների մեջ, որոնք նա արտասանեց դեռ դահլիճում մնալու ընթացքում, կրկնվում էր մի գաղափար, թե իր գործողությունը միտված է ազատել ժողովրդին այն մարդկանցից, ում նա անվանում էր ազգի արյունը ծծողներ։ Նա պնդում էր, թե պատրաստվում է հասնել իշխանության արմատական փոփոխության, խորհրդարանի ինքնալուծարման և նոր ընտրությունների միջոցով։ Սակայն, ինչպես հետագայում ցույց տվեց քննությունը, նախնական պլանն ավելի սահմանափակ էր եղել, քան այն, ինչ իրականում տեղի ունեցավ։ Ըստ մեղադրյալների ինքնախոստովանության, նրանք ի սկզբանե նպատակադրված էին վնասել միայն վարչապետին, իսկ մնացած ողբերգական կորուստները եղել են գործողության ընթացքում ծագած անկանխատեսելի հետևանք։ Այս հայտարարությունը, եթե ընդունենք այն ճշմարիտ, միայն սաստկացնում է ողջ պատմության սարսափը։ 8 մարդու կյանք ընդհատվեց, մասամբ մի սխալի պատճառով, որը երբեք ուղղել հնարավոր չէր։ Ինչպես կարող ենք հասկանալ նման սխալի գաղափարը, երբ խոսքը գնում է մարդկային կյանքերի մասին, և արդյոք սա իսկապես եղել է սխալ, թե ուղղակի հարմար բացատրություն այն ամենի համար, ինչը վերահսկողությունից դուրս էր եկել։ Գիշերվա ընթացքում, մինչ բանակցությունները շարունակվում էին, դահլիճից աստիճանաբար սկսեցին ազատվել առաջին պատանդները։ Երեկոյան ժամերին մի քանիսին թույլատրվեց հեռանալ, հիմնականում կանանց և նրանց, ովքեր բժշկական օգնության կարիք ունեին։ Բայց մեծ մասը մնում էր ներսում, մինչև հաջորդ առավոտ, չիմանալով, թե ինչքան կտևի այս սպասումը և ինչպիսի ելք կունենա։ Ազատված պատանդներից ոմանք հետագայում պատմեցին, թե ինչպիսին էր մթնոլորտը դահլիճում այդ ժամերին՝ խառնուրդ լարվածության, հոգնածության և տարօրինակ, գրեթե անիրական հանգստության, որ երբեմն ընկնում է մարդկանց վրա ամենածանր ցնցումներից հետո։ Ոմանք աղոթում էին լուր, ուրիշներն ուղղակի նստած մնում էին, նայելով առջևը, փորձելով չմտածել այն մասին, ինչ արդեն կատարվել էր իրենց աչքի առջև։ Զինվածները իրենց հերթին երբեմն խոսում էին պատանդների հետ, բացատրելով իրենց դրդապատճառները, կարծես ցանկանալով, որ գոնե ինչ-որ մեկը հասկանա իրենց, նախքան ամեն ինչի ավարտը։ Ինչ էր նշանակում այդ գիշեր անցկացնել այն մարդկանց կողքին, ովքեր մի քանի ժամ առաջ խլել էին 8 կյանք, և ինչպես կարող էին պատանդները հասկանալ, թե արդյոք իրենք էլ վտանգի տակ են, թե ոչ։ Երևանի փողոցներում մինչդեռ հավաքվում էին ավելի ու ավելի շատ մարդիկ։ Ոչ բոլորը եկել էին միայն հետաքրքրասիրությունից դրդված։ Շատերը եկել էին Վազգեն Սարգսյանի հանդեպ իրենց հարգանքի պատճառով։ Մարդիկ, ովքեր հիշում էին նրան որպես Ղարաբաղյան պատերազմի հերոս, բանակի ստեղծող, և չէին կարողանում հավատալ, որ նա կարող էր հեռանալ կյանքից նման ձևով։ Ազատամարտիկների կազմակերպության երկրապահի անդամները նույնպես սկսեցին հավաքվել տարածքի շուրջ, և նրանց ներկայությունը ստեղծում էր հավելյալ լարվածություն, քանի որ ոչ ոք չգիտեր, թե ինչպես կարձագանքեն այս մարդիկ, ովքեր տարիներ շարունակ համարել էին Վազգենին իրենց առաջնորդն ու հրամանատարը։ Ոստիկանական ուժերը փորձում էին պահպանել կարգ ու կանոն, կանխել ամբոխի ցանկացած ինքնաբուխ գործողություն, որը կարող էր վտանգել դահլիճում մնացած պատանդների կյանքը։ Այս լարվածությունը,
վրեժի ցանկության եւ զգուշավոր զսպված ու սպասության միջև դառնում էր եւս մեկ ժամանակաչափ, որ կարող էր պայթել ցանկացած պահի։ Ինչ կպատահեր, եթե ամբողջի զայրույթը դուրս գար վերահսկողությունից, եւ արդյոք իշխանությունները պատրաստ էին կանխել երկրորդ ողբերգություն առաջինի կողքին։ Գիշերվա ամենախորը ժամերին, երբ Երևանը սառչում էր եւ բառացիորեն եւ փոխաբերական իմաստով, բանակցությունների սեղանի մյուս կողմում կանգնած էին այն մարդիկ, ում ուսերին ընկել էր որոշում կայացնելու ողջ ծանրությունը։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով պահանջվում էր ուղղակի եւ արդյոք բոլոր հնարավոր քայլերն արվեցին պատանդների կյանքը փրկելու համար։ Մինչ բարձրագույն մակարդակում ընթանում էին այս լարված բանակցությունները, մի ուրիշ պատմություն էր բացվում հենց Հունանյանի անձնական անցյալում, եւ հենց այս անցյալն էր, որ հետագայում դառնալու էր բազմաթիվ վարկածների հիմքը։ Նաիրի Հունանյանը երկար տարիներ աշխատել էր որպես լրագրող, ճանաչված էր որոշ քաղաքական շրջանակներում եւ ուներ կապեր հայ հեղափոխական դաշնակցության հետ, կուսակցության, որի արմատներն ու պատմությունը հասնում էին դեռ 19-րդ դարի վերջին։ Այս կապը որքան էլ պաշտոնապես երբեք ապացուցված չլինի որպես կուսակցության ուղղակի պատվեր, բավական էր, որպեսզի հանցագործությունից անմիջապես հետո ողջ կուսակցությունը հայտնվեր հանրային կասկածի անպիտակ։ Իշխանությունները սկսեցին խուզարկություններ եւ հարցաքննություններ դաշնակցության մի շարք ղեկավար դեմքերի շրջանում, եւ կուսակցության գործունեությունը երկար ամիսներ մնաց ստվերի տակ, չնայած վերջնական քննությունը երբեք ապացույց չգտավ կուսակցության ինստիտուցիոնալ մասնակցության մասին։ Ինչպես կարող էր մեկ մարդու անձնական, թերևս մոլեռանդ որոշումը գցել կասկածի ստվեր մի ամբողջ քաղաքական ուժի վրա, որի պատմությունն ու հեղինակությունը կերտվել էին տասնամյակների ընթացքում։ Հունանյանի հայտարարությունների մեջ կրկնվող մեկ այլ թեմա էր նաև այն միտքը, թե ինքը գործում է որպես ազգային շահերի պաշտպան, ով ցանկանում է վերջ դնել այն հիամակարգին, որը նրա կարծիքով հարստացնում էր փոքրաթիվ իշխանավորների խմբին, ի հաշիվ ողջ ժողովրդի աղքատացման։ Այս հռետորաբանությունը, որքան էլ դաժան լինեին դրա գործնական հետևանքները, ուներ որոշակի արձագանք հասարակության այն շերտում, որը տարիներ շարունակ ապրում էր տնտեսական դժվարությունների մեջ եւ տեսնում էր, թե ինչպես որոշ մարդիկ արագորեն հարստանում են, մինչդեռ մեծամասնությունը շարունակում է պայքարել գոյատևման համար։ Հենց այս հակասությունն էր ուններ, որ դարձնում էր ողջ պատմությունը ել ավելի բարդ։ Հանցագործություն, որի հեղինակները փորձում էին ներկայանալ որպես ժողովրդի պաշտպաններ, մինչդեռ իրենց արարքով ոչնչացրել էին հենց այն մարդկանց, ովքեր գոնե մասամբ փորձում էին բարեփոխել համակարգը ներսից։ Արդյոք հնարավոր է, որ ազնիվ դժգոհությունը, եթե այն իսկապես եղել է ազնիվ, կարող է արդարացնել այնպիսի քայլ, որը վերջ դրեց 8 մարդու կյանքի, եւ ինչ է դա ասում այն մասին, թե որքան փխրուն կարող է լինել սահմանը գաղափարախոսության եւ ուղղակի բռնության միջև։ Առավոտյան, երբ գիշերվա մութը սկսեց նահանջել եւ Երևանի երկնքում հայտնվեցին առաջին լույսերը, բանակցությունները մտան իրենց վերջին ամենավճռական փուլը։ Ներխուժողները ըստ երևույթին համոզված լինելով, որ իրենց հիմնական պահանջները ուղիղ եթեր եւ արդար դատավարության երաշխիք ստացել են բավարար պատասխան, աստիճանաբար սկսեցին թուլացնել իրենց դիրքերը։ Հոկտեմբերի 28-ին կանխարգելիչ գործողության արդյունքում մնացած պատանդներն ազատվեցին եւ 5 ներխուժողները հանձնվեցին իրավապահ մարմիններին։ Այս պահը, որին ողջ երկիրը սպասում էր անքուն գիշերվա ընթացքում, պետք է որ բերեր թեթևացում, բայց իրականում այն միայն սկիզբն էր մի նոր, երկար ու ցավոտ ճանապարհի դեպի արդարադատություն, ճշմարտության բացահայտում եւ ի վերջո դեպի հարցեր, որոնց պատասխանները երբեք ամբողջությամբ չեն գտնվել։ Զինվածների հանձնումը լուսանկարվեց եւ տեսագրվեց, դառնալով պատմության մի հատված, որ հազարավոր անգամ ցուցադրվեց հետագա տարիների ընթացքում։ Բայց ինչ նշանակություն ուներ այս հանձնումը այն ընտանիքների համար, որոնց հարազատներն այլևս երբեք չէին վերադառնա, եւ կարող էր որևէ դատավարություն իսկապես փակել այն վերքը, որ բացվել էր այդ գիշեր։ Առավոտյան լույսի ներքո, երբ քաղաքը սկսում էր ապրել իր առաջին օրը առանց Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի, հայտնի դարձան նաև առաջին մանրամասները այն մասին, թե ինչպես էին անցել վերջին ժամերը դահլիճում։ Բժիշկներ եւ հրշեջներ, ովքեր առաջինն էին մտել ներս հանձնումից անմիջապես հետո, պատմում էին մի պատկերի մասին, որը նրանք երբեք չկարողացան ամբողջությամբ մոռանալ։ Դահլիճը, որ մի քանի ժամ առաջ եղել էր երկրի ամենակենդանի քաղաքական հարթակը, այժմ լուռ էր, դատարկ ցրված իրերով ու անշարժ աթոռներով, մի վայր, որ այլևս երբեք չէր կարող լինել այնպիսին, ինչպիսին եղել էր առաջ։ Հենց այս պատկերի հակադրությունը նախկին կենդանության ու նոր սարսափելի լռության միջև դառնում էր ամենախորը խորհրդանիշը այն ամենի, ինչ երկիրը կորցրել էր մեկ երեկոյան ընթացքում։ Ինչպես կարող էր մի ազգ վերականգնվել այն բանից հետո, երբ նրա ամենակարևոր դահլիճը մեկ գիշերվա ընթացքում վերածվել էր ողբերգության վայրի, եւ ինչպիսի հետք էր թողնելու այս ամենը ազգային հիշողության մեջ ընդմիշտ։
Կան փաստաթղթեր, որոնք պետք է գոյություն ունենային, բայց այժմ գոյություն չունեն։ Քրեական գործի նյութերի մեջ, ըստ մի քանի իրավաբանների, ովքեր տարիներ անց ուսումնասիրել են դատավարության արձանագրությունները, կան էջեր, որոնց հղումները մնում են, բայց բովանդակությունը կամ բացակայում է, կամ ներկայացված է այնպիսի ընդհանրական ձևով, որ գործնականում ոչինչ չի ասում։ Ինչու վերացան կամ երբեք ամբողջությամբ չհրապարակվեցին այն նյութերը, որոնք կարող էին ցույց տալ, թե արդյոք 5 մարդը գործել են միայնակ, թե նրանց թիկունքում կանգնած են եղել ուրիշներ, ում անունները երբեք չհնչեցին դատարանում։ Այս հարցը, որքան էլ անհարմար լինի, մնում է բաց 26 տարի անց, եւ հենց այս բացության մեջ է ապրում այն ամենը, ինչ Հայաստանում կոչվում է հոկտեմբերի 27-ի առեղծված։ Դատավարություն ինքնին սկսվեց միայն 2000-ական թվականին, ավելի քան 1 տարի հանցագործությունից հետո, եւ տևեց մոտ 3 տարի, ուղեկցվելով բազմաթիվ ընդհատումներով, փորձագիտական հակասություններով եւ հանրային քննադատությամբ։ Դատավարության ընթացքում բացահայտված մանրամասները ցույց տվեցին, որ գործողությունն ունեցել է որոշակի նախապատրաստական փուլ, եւ որ մասնակիցները, հունանյան եղբայրները, նրանց հորեղբայրը, ինչպես նաեւ եւս մի քանի մարդ, կապված էին ինչպես ընտանեկան, այնպես էլ գաղափարական թելերով։ Սակայն այն, ինչ դատավարությունը երբեք ամբողջությամբ չբացահայտեց, էր հենց այն հարցը, որը հասարակության մեծ մասը համարում էր ամենակարևորը։ Արդյոք գոյություն է ունեցել պատվիրատու, մեկ կամ մի քանի մարդ, ովքեր օգտվեցին այս ողբերգությունից եւ հնարավոր է նույնիսկ նպաստեցին դրա իրականացմանը։ Դատարանը սահմանափակվեց միայն ուղղակի կատարողների գործողություններով, եւ այս սահմանափակում ինքնին դարձավ առարկա տարիների ընթացքում շարունակվող բանավեճերի։ Ինչու քննությունը երբեք լիարժեք չուսումնասիրեց այն հնարավոր կապերը, որոնց մասին խոսում էին լուրեր դեռ առաջին օրերից, եւ ում էր ձեռնտու, որ այս հարցերը մնային անպատասխան։ Առաջին լուրջ վարկածներից մեկը, որ սկսեց տարածվել դեռ դատավարությունից առաջ, կապված էր հենց Հունանյանի անձի հետ։ Որոշ լրագրողներ եւ հետազոտողներ պնդում էին, թե Նաիրի Հունանյանն ունեցել է կապեր ազգային անվտանգության ծառայության հետ եւ նույնիսկ գուցե գործել է որպես գործակալ։ Այս վարկածի կողմնակիցները հղում էին անում այն հանգամանքին, թե ինչպես մի փոքր խումբ կարողացավ այնքան հեշտությամբ անցնել խորհրդարանի անվտանգային համակարգով, հատկապես եթե հաշվի առնենք, թե որքան խիստ պետք է լիներ պահպանությունը այնպիսի կարևոր օբյեկտում։ Առանց ներքին օգնության կամ նախնական համաձայնեցման, ասում էին քննադատները, նման գործողություն գործնականում անհնար կլիներ իրականացնել։ Սակայն այս վարկածը երբեք չստացավ ապացուցողական հաստատում, եւ պաշտոնական քննությունը մերժեց ցանկացած ենթադրություն Հունանյանի կապերի մասին անվտանգության կառույցների հետ։ Այնուամենայնիվ, հենց այս վարկածի կայունությունը հասարակական գիտակցության մեջ, չնայած պաշտոնական հելքումներին, խոսում է այն մասին, թե որքան քիչ վստահություն կար հանրության մոտ պաշտոնական բացատրության հանդեպ։ Երկրորդ եւ թերևս ամենավիճահարույց վարկածը կապված է հենց նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ։ Այս վարկածի կողմնակիցները պնդում են, թե Քոչարյանը, ով այդ պահին քաղաքական մրցակցության մեջ էր գտնվում Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի հետ, ուներ ուղղակի շահ նրանց վերացումից։ Հատկապես ուշագրավ է նախկին պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանի հայտարարությունը, ով տարիներ անց հրապարակավ պնդեց, թե Քոչարյանը միտումնավոր հետաձգել է հանդիպումն ու բանակցությունները ներխուժողների հետ, հուսալով, թե Վազգենի թիմը կփորձի ինքնուրույն ներխուժել դահլիճ, ինչը կտար նրան ձևական հիմք ոչնչացնելու Վազգենի հենարան հանդիսացող ուժային շրջանակը։ Այս մեղադրանքը թեև երբեք ամբողջությամբ չապացուցվեց դատարանում, մնում է ամենալուրջ մարտահրավերներից մեկը Քոչարյանի պաշտոնական պատմության հանդեպ, ով ինքը բազմիցս հայտարարել է, թե հանցագործության կազմակերպիչները հայտնաբերվել եւ դատապարտվել են հենց իր մասնակցությամբ։ Ինչպես կարող ենք տարբերել քաղաքական մրցակցի արդար պաշտպանողականությունը վերջին ճշմարտությունից եւ ինչ կփոխեր, եթե այս մեղադրանքն ապացուցվեր վերջնականապես։ Երրորդ վարկածը տանում է մեզ նույնիսկ ավելի հեռու, երկրի սահմաններից դուրս։ Ռուսաստանի նախկին հատուկ ծառայությունների աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոն, ով հետագայում հայտնի դարձավ իր հակասական մահով Լոնդոնում, պնդում էր, թե հոկտեմբերի 27-ի իրադարձությունների հետևում կանգնած է եղել ռուսական ռազմական հետախուզությունը։ Այս վարկածը, թեև երբեք չստացավ լուրջ փաստական հիմնավորում, տեղավորվում է ավելի լայն համատեքստում, որտեղ հետխորհրդային տարածքի մի շարք երկրներում քաղաքական ցնցումները կապվում էին արտաքին ուժերի ազդեցության հետ։ Հայաստանի պարագայում երկրի ռազմավարական դիրքն ու կախվածությունը արտաքին դաշնակիցներից ստիպում են որոշ վերլուծաբանների լրջորեն դիտարկել նաև այս ուղղությունը, թեև ապացույցների բացակայությունը թողնում է այս վարկածը զուտ ենթադրության մակարդակում։ Կարևոր է հասկանալ, որ այս բոլոր վարկածները մնում են ապացուցված չլինելու կարգավիճակում, եւ արդարությունը պահանջում է, որ ոչ մեկին մեղադրանք չներկայացնենք առանց հաստատված ապացույցների։
Սակայն հենց այն փաստը, որ նման վարկածներ ընդհանրապես գոյություն ունեն եւ պահպանվում են տասնամյակների ընթացքում, արդեն իսկ խոսում է հասարակության մեջ պաշտոնական պատմության հանդեպ խորը անվստահության մասին։ Այս ամենի ֆոնին արժե անդրադառնալ նաեւ այն ֆիզիկական ու քաղաքական փոփոխություններին, որ կրեց իշխանության գագաթը հենց այս ողբերգությունից հետո։ Ռոբերտ Քոչարյանն, ով մինչ այդ ստիպված էր կիսել իշխանությունը ուժեղ վարչապետի ու հզոր խորհրդարանական խմբակցության հետ, հանկարծ հայտնվեց մի իրավիճակում, երբ իր հիմնական քաղաքական հակակշիռները վերացել էին։ Այն միասնություն դաշինքը, որը միավորում էր Սարգսյանի ու Դեմիրճյանի ուժերը եւ ունեցել էր խորհրդարանում ամենամեծ խմբակցությունը, փլուզվեց գրեթե ակնթարթորեն։ Առաջիկա ամիսներին ու տարիներին Քոչարյանն աստիճանաբար կենտրոնացրեց իր ձեռքում այնպիսի իշխանություն, որը մինչ այդ պատկերացնել անգամ դժվար էր։ Դիտորդներ, ովքեր հետևում էին այս գործընթացին, նշում էին, թե ինչպես տարիների ընթացքում նախագահի կերպարը փոխվեց, ավելի կոշտ, ավելի հեռավոր, ավելի քիչ հասանելի հասարակական վերահսկողության համար։ Իշխանության այս կենտրոնացումը, որքան էլ դա բացատրվի պարզապես քաղաքական հմտություններով, միշտ ուղեկցվում էր հարցով. ում էր առավել ձեռնտու հենց այս կոնկրետ ողբերգության արդյունքը, եւ արդյոք հայտնության պատահականությունն այնքան էլ պատահական էր։ Cui bono, ում էր ձեռնտու։ Այս հին իրավական սկզբունքը, որին դիմում են քննիչներն ամբողջ աշխարհում, երբ ուղղակի ապացույցներ չկան, բայց հանցագործության հետևանքները հստակորեն օգտակար են ինչ-որ մեկի համար, հենց այստեղ է հասնում իր ամենասուր արտահայտությանը։ Հոկտեմբերի 27-ից հետո մեկ մարդ, Ռոբերտ Քոչարյանը, գործնականում ազատվեց իր երկու ամենալուրջ քաղաքական մրցակիցներից, առանց ինքն անձամբ որևէ ուղղակի պատասխանատվություն կրելու։ Այս ազատագրումն ուղեկցվեց նաև խորհրդարանական ամենամեծ ուժային կենտրոնի փլուզմամբ, ինչը բացեց ճանապարհ նոր, նախագահին ավելի հավատարիմ քաղաքական կազմավորումների առաջ։ Հաջորդ տարիներին Հայաստանի քաղաքական համակարգը աստիճանաբար շեղվեց այն հավասարակշռված մոդելից, որին ձգտում էին անկախության առաջին տարիներին, դեպի մի համակարգ, որտեղ նախագահական իշխանություն ունեցավ գերակշիռ եւ գրեթե անվերահսկելի դեր։ Դիտորդներ ու պատմաբաններ, ովքեր ուսումնասիրել են այս ժամանակահատվածը, հաճախ նշում են հոկտեմբերի 27-ը որպես կետ, որից սկսած Հայաստանի ժողովրդավարական զարգացում սկսեց դանդաղել ու շեղվել իր սկզբնական ուղուց։ Բայց արդյոք սա եղավ մեկ մարդու գիտակցված ծրագրի արդյունք, թե ուղղակի պատմության դաժան, բայց պատահական հեգնանք, որը մեկ ողբերգությունից ստեղծեց այնպիսի քաղաքական հնարավորություններ, որոնց մասին ոչ ոք նախապես չէր կարող երազել։ Կան նաև ավելի նուրբ, բայց ոչ պակաս խորհրդանշական մանրամասներ, որոնք ուշադիր հետազոտողները վերհանել են տարիների ընթացքում։ Դատավարության ընթացքում մի քանի անգամ բարձրացվեց հարցը. ինչու էին անվտանգային ուժերի արձագանքման ժամանակացույցերը եւ ներքին հաղորդակցության արձանագրությունները այնքան թերի պահպանված։ Ինչու մի քանի հիմնական վկաներ, ովքեր կարող էին տալ առանցքային տեղեկություններ, կամ հրաժարվեցին վկայել, կամ նրանց վկայությունները ձևակերպվեցին այնպես, որ գործնականում ոչինչ նոր չբացահայտեին։ Իրավաբաններ, ովքեր ներկայացրել են տուժողների ընտանիքների շահերը, բազմիցս բողոքել են, թե դատավարություն ավելի շատ կենտրոնացած էր ուղղակի կատարողների պատժի, քան հնարավոր կազմակերպիչների բացահայտման վրա։ Այս մոտեցումը, թեև իրավաբանորեն կարող էր արդարացվել ապացույցների բացակայությամբ, թողեց հասարակության մոտ մշտական զգացողություն, թե ամբողջ ճշմարտությունն այդպես էլ երբեք չհասավ դատարան։ Ինչ էր թաքնված այն արխիվների խորքում, որոնց հասանելիությունը սահմանափակված մնաց տասնամյակների ընթացքում, եւ արդյոք երբևէ գա ժամանակ, երբ այս փաստաթղթերն ամբողջությամբ բացվեն հանրության առջև։ Ժամանակի ընթացքում հտքում, հատկապես 2019 թվականին, երբ Հայաստանում տեղի ունեցավ քաղաքական իշխանափոխություն, հարցը կրկին բարձրացվեց հանրային օրակարգում։ Նոր իշխանությունները հայտարարեցին քննության վերսկսման մասին, նպատակ ունենալով վերջապես բացահայտել այն, ինչ կոչում էին պատվիրատուն։ Այս քայլն արժանացավ եւ աջակցության, եւ սուր քննադատության։ Ոմանք տեսնում էին այն որպես երկար սպասված արդարադատության հնարավորություն, մյուսները որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք, ուղղված նախկին նախագահի դեմ։ Ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, հրապարակավ արձագանքեց այս մեղադրանքներին, հայտարարելով, թե ներկայիս իշխանությունները չեն կարողանում մարսել այն փաստը, որ հանցագործության կատարողները հայտնաբերվել եւ դատապարտվել են հենց իր օրոք։ Այս փոխադարձ մեղադրանքների շարքը, որ շարունակվում է մինչ օրս, ցույց է տալիս, թե որքան կենդանի է մնում այս պատմությունը հայ քաղաքական դիսկուրսում եւ որքան հեռու է դեռ այն օրվանից, երբ կարելի կլինի ասել, թե ամբողջ ճշմարտությունը վերջապես հայտնի է դարձել։ Ով էր իսկապես կանգնած այս ողբերգության հետևում, եւ արդյոք երբևէ գա օրը, երբ Հայաստանը կստանա վերջնական պատասխանը, թե այս հարցը վիճակված է մնալ հավերժական կամ բացության մեջ, ինչպես շատ այլ չլուծված առախվածներ պատմության մեջ։
Իշխանության ֆիզիոլոգիան, ինչպես սիրում են ասել քաղաքագետները, հազվադեպ է աննկատ մնում, եւ հենց Ռոբերտ Քոչարյանի հանրային կերպարի փոփոխությունը հաջորդ տարիներին դարձավ ուշադիր դիտորդների քննարկման առարկա։ Այն մարդը, ով 1998 թվականին ընտրվեց նախագահ որպես համեմատաբար երիտասարդ, եռանդուն, Ղարաբաղից եկած քաղաքական գործիչ, տասնամյակի ընթացքում վերածվեց մի կերպարանքի, որին բնորոշ էին ծանրաքաշություն, հեռավորություն հասարակությունից եւ այն տեսակի քաղաքական կոշտություն, որ սովորաբար զարգանում է երկար տարիների անվերահսկելի իշխանության արդյունքում։ Լուսանկարներ, որոնք համեմատում են նրան մինչև հոկտեմբերի 27-ը եւ դրանից 10 տարի անց, ցույց են տալիս ոչ միայն բնական ծերացման նշաններ, այլև մի տեսակ ներքին կարծրացում, որը դժվար է բացատրել միայն տարիքով։ Մերձավոր շրջապատից եկած վկայությունների համաձայն Քոչարյանն այդ տարիներից հետո դարձավ ավելի կասկածամիտ, ավելի քիչ վստահող նույնիսկ իր ամենամոտ գործընկերներին, միշտ հիշեցնելով իրեն, թե որքան արագ կարող է փլուզվել թվացյալ անսասան իշխանությունը։ Այս փոփոխությունը, թեև անուղղակի ապացույց, բազմաթիվների համար ծառայում է որպես հավելյալ նշան, թե որքան խորն էր ազդել այս մեկ գիշերվա իրադարձությունը հենց այն մարդու հոգեբանության վրա, ով դրանից ամենաշատը շահեց։ Անդրադառնալով արխիվների հարցին, արժե մանրամասնել այն, ինչ հայտնի է դարձել տարբեր ժամանակներում իրականացված լրագրողական հետաքննությունների արդյունքում։ Մի քանի անկախ լրագրողներ, ովքեր փորձել են ուսումնասիրել քրեական գործի նյութերը, հայտնաբերել են, թե որոշ արձանագրություններ, մասնավորապես կապված անվտանգության ուժերի գործողությունների ժամանակացույցի հետ, կամ ամբողջությամբ բացակայում են, կամ ներկայացված են այնպիսի ընդհանրական ձևով, որ գործնականում անհնար է վերականգնել ճշգրիտ ժամանակագրությունը։ Հատկապես հետաքրքրական է այն հանգամանքը, որ որոշ բարձրաստիճան անվտանգության պաշտոնյաներ, ովքեր պետք է կրեին ուղղակի պատասխանատվություն շենքի պահպանության ձախողման համար, կամ երբեք լրջորեն չհարցաքննվեցին, կամ իրենց հարցաքննության արձանագրությունները մնացին փակ հանրության համար։ Այս բացակայող օղակները, կուտակվելով տարիների ընթացքում, ստեղծել են մի ամբողջ շերջ չհրապարակված տեղեկության, որի իրական ծավալը հայտնի է միայն նրանց, ովքեր ուղղակի հասանելիություն ունեին սկզբնական նյութերին։ Ինչու այս նյութերը երբեք ամբողջությամբ չբացվեցին հանրության առջև, եւ ինչ կփոխեին դրանք, եթե հանկարծ հայտնվեին լույսի ներքո։ Գլխավոր չարագործի հարցը, ինչպես ցանկացած լավ քննչական պատմության մեջ, մնում է ամենադժվարը, ոչ թե որովհետև թեկնածուներ չկան, այլ որովհետև չափազանց շատ են նրանք, ովքեր ինչ-որ կերպ շահեցին այս ողբերգությունից։ Բացի Քոչարյանից, ով ձեռք բերեց անվերապահ քաղաքական իշխանություն, կային նաև ավելի փոքր, բայց ոչ պակաս նշանակալի շահառուներ, պաշտոնյաներ, ովքեր ազատվեցին քաղաքական մրցակիցներից եւ զբաղեցրին նրանց տեղերը, գործարարներ, ովքեր օգտվեցին առաջացած քաղաքական վակուումից ամրապնդելու իրենց տնտեսական դիրքերը, եւ նույնիսկ որոշ արտաքին ուժեր, որոնց համար Հայաստանի ներքին անկայունությունը ստեղծում էր նոր հնարավորություններ ազդեցության ընդլայնման համար։ Այս բազմաշերտ շահագրգռվածությունը թերևս հենց այն է, ինչը դարձնում է հոկտեմբերի 27-ի պատմությունը այդքան բարդ վերլուծության համար։ Այստեղ չկա մեկ պարզ պատասխան, մեկ միայնակ չարագործ, այլ ամբողջ ցանց փոխկապակցված շահերերի, որոնցից յուրաքանչյուրը կարող էր գիտակցաբար կամ ոչ նպաստել ողբերգության զարգացմանը կամ դրանից հետո ստեղծված իրավիճակի կայունացմանը։ Ով էր իսկապես գլխավոր շահառուն այս ամենի մեջ, եւ կարող ենք երբևէ ամբողջությամբ քարտեզագրել բոլոր այն ուժերը, որոնք բախվեցին ու միահյուսվեցին այդ մեկ ճակատագրական երեկոյան։ Կա մի հանգամանք, որը հաճախ մոռացվում է ողբերգության մասին խոսելիս, բայց որը լիովին բացատրում է, թե ինչու հոկտեմբերի 27-ը ուներ ոչ միայն ներքին, այլև խորապես միջազգային նշանակություն։ Հենց այն ամիսներին Հայաստանը գտնվում էր Եվրոպայի խորհրդին անդամակցելու գործընթացի եզրափակիչ փուլում, բանակցություններ, որոնց հաջողությունը կախված էր մեծապես այն տպավորությունից, ունից թե որքանով երկիրը կարող է ապահովել կայուն օրինական իշխանության փոխանցում եւ ինստիտուցիոնալ կայունություն։ Ողբերգությունը, որ ցնցեց հենց երկրի իշխանության ամենաբարձր օղակը, վտանգի տակ դրեց այս ամբողջ գործընթացը, եւ միջազգային դիտորդները մի քանի շաբաթ շարունակ ուշադրությամբ հետևում էին, թե արդյոք Հայաստանը կկարողանա ապահովել իշխանության հանգիստ սահմանադրական փոխանցում, թե երկիրը կսահի դեպի ավելի խորը քաղաքական քաոս։ Այն փաստը, որ արտակարգ իրավիճակում իշխանությունը փոխանցվեց առանց հակասահմանադրական միջոցների, ի վերջո օգնեց Հայաստանին պահպանել իր ուղին դեպի եվրոպական կառույցներ, եւ արդեն 2001 թվականի հունվարին երկիրը պաշտոնապես դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ։ Բայց այս ընդունելության հետևում քչերն էին հիշում, թե ինչ գնով էր ձեռք բերվել այն կայունության տպավորությունը, որ այդքան կարևոր էր միջազգային հանրության համար։
Այն գիշեր, մինչ բանակցությունները շարունակվում էին դահլիճում, մի ուրիշ, ավելի հանգիստ, բայց ոչ պակաս լարված աշխատանք էր ընթանում կառավարական այլ շենքերում։ Սահմանադրական մասնագետներ ու բարձրաստիճան իրավաբաններ հրավիրվեցին հրատապ խորհրդակցությունների, պարզելու համար, թե ինչպես պետք է գործի ի պետությունը, եթե վարչապետն ու խորհրդարանի նախագահը երկուսն էլ միաժամանակ դառնան անգործունակ։ Հայաստանի սահմանադրությունը դեռ համեմատաբար նոր և չփորձարկված այսպիսի ծայրահեղ իրավիճակում չուներ հստակ, մանրամասն մեխանիզմ նման կրկնակի վակուումի համար, և իրավաբանները ստիպված էին արագորեն մշակել մեկնաբանություններ, որոնք հետագայում պիտի դառնային նախադեպ։ Այս աշխատանքը, թեև հեռու էր հանրության աչքից, ուներ վճռորոշ նշանակություն, քանի որ ցանկացած սխալ քայլ իրավական վակուումի կառավարման հարցում կարող էր հրահրել նոր, այս անգամ արդեն սահմանադրական ճգնաժամ, հենց այն պահին, երբ երկիրն արդեն կրում էր մեկ աղետալի ցնցման ծանրությունը։ Ինչպես կարող է մի երիտասարդ պետություն գտնել իրավական հստակություն քաոսի ամենախորը կետում, և ինչ գին կվճարեր երկիրը, եթե այս անգամ էլ իրավաբանները սխալվեին։ Կես գիշերից անց, երբ բանակցությունները հասան իրենց ամենավտատանգավոր փուլին, մի պահ, որի մասին հետագայում գրեթե ոչինչ պաշտոնապես չհրապարակվեց, հատուկ նշանակության ստորաբաժանումները պատրաստվածության բարձր աստիճանի մեջ էին դրված, ակնհայտորեն նախապատրաստելով հնարավոր ուժային գործողություն, եթե բանակցությունները ձախողվեին։ Մի քանի սպաներ, ովքեր անմիջականորեն ներգրավված էին այս նախապատրաստական աշխատանքում, տարիներ անց, արդեն թոշակի անցնելուց հետո, ակնարկում էին հարցազրույցներում, թե որքան մոտ էր իրավիճակը հասնելու ուժային լուծման և որքան մեծ կլիներ հնարավոր զոհերի թիվը, եթե որոշում կայացվեր ներխուժել դահլիճ։ Այս տեղեկությունը, թեև երբեք ամբողջությամբ չհաստատվեց պաշտոնական աղբյուրների կողմից, ավելացնում է հավելյալ շերտ այն դրամային, որ տեղի ունեցավ այդ գիշեր։ Սա չէր միայն 5 մարդու ու պատանդների պատմություն, այլ նաև անտեսանելի, բայց իրական պայքար այն մասին, թե ինչպիսի Հայաստան կառաջանա հաջորդ առավոտյան։ Որքան մոտ էինք մենք որպես ազգ երկրորդ, նույնիսկ ավելի մեծածավալ ողբերգության, և ինչ իմաստով պետք է շնորհակալ լինենք այն զգուշավոր, համբերատար բանակցողներից, ովքեր ի վերջո ընտրեցին խոսակցության ճանապարհը, ուժի փոխարեն։ Այն ընտանիքների մասին, ովքեր ամենաուղղակիորեն կրեցին այս ողբերգության ծանրությունը, հատուկ տեղ է զբաղեցնում Վազգեն Սարգսյանի կինն ու զավակները, ովքեր ի տարբերություն Վազգենի մոր Գրետա Սարգսյանի հրապարակային կերպարի, նախընտրեցին մեծ մասամբ մնալ հեռու հանրային ուշադրությունից։ Նրա որդին, դեռ պատանեկան տարիքում կորցնելով հորը, ստիպված էր մեծանալ մի իրականությունում, որտեղ իր հայրը միաժամանակ եղել է և ազգային հերոս, և բացակայող, ընդմիշտ կորցրած ծնող։ Երկու կերպարներ, որոնց հաշտեցումը երբեք հեշտ գործ չէ մի երեխայի հոգում։ Հարազատներից ոմանք հետագայում, հազվադեպ հարցազրույցներում, խոսում էին այն մասին, թե որքան դժվար էր ապրել մշտական հանրային ուշադրության ներքո, երբ ամեն տարի հոկտեմբերի 27-ին ամբողջ երկիրը կրկին վերադառնում էր իրենց ամենադաժան անձնական կորուստին, վերածելով այն ազգային ծիսակարգի մի մասի։ Որքանով արդար է հասարակության պահանջը, որ ընտանիքները տարեցտարի կիսեն իրենց ցավը հրապարակավ, և արդյոք գոյություն ունի ձև, որով ազգը կարող է հարգել իր հերոսներին, չխլելով նրանց ընտանիքներից իրավունքը մասնավոր սգի։ Դատարանի դահլիճը, որտեղ սկսվեց այս գործի քննությունը 2000 թվականին, արտաքուստ նման էր ցանկացած այլ դատական նիստի, բայց նրա պատերի ներսում կենտրոնացած էր ողջ ազգի ուշադրությունը։ 6 տարեկան երեխաներից մինչև տարեց մարդիկ, ովքեր հիշում էին խորհրդային ժամանակները, բոլորը սպասում էին այս դատավարության արդյունքին, հուսալով, որ այն վերջապես կպատասխանի հարցերին, որոնք տանջում էին հասարակությանը գիշեր անց գիշեր։ Մեղադրյալների նստարանին նստած էին Նաիրի Հունանյանը, նրա եղբայրը Կարեն Հունանյանը, հորեղբայրը Վրամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը, Էդուարդ Գրիգորյանը, Աշոտ Կնյազյանն ու Զամբլետ Ստեփանյանը։ 7 մարդ, ում ճակատագիրը այժմ որոշվում էր օրենքի սառը տառերով, մինչդեռ դահլիճից դուրս սպասում էին տասնյակ ընտանիքներ, ովքեր տարիներ շարունակ կրում էին կորստի ծանրությունը։ Ինչպիսի արդարադատություն կարող էր իսկապես բավարարել այն ցավը, որ պատճառվել էր հայ ազգին այն մեկ երեկոյան, և կարող էր դատարանի վճիռը երբևէ լիարժեք փակել այն վերքը, որ բացվել էր դահլիճում։ Դատավարության ընթացքում լսվեցին տասնյակ վկաների ցուցմունքներ, ուսումնասիրվեցին բժշկադատական փորձաքննության արդյունքները և վերականգնվեց որքան հնարավոր էր հանցագործության մանրամասն ընթացքը։ Մեղադրյալները մեղադրվում էին մի քանի ծանր հոդվածներով, ներառյալ հայրենիքի դավաճանություն, ահաբեկչություն և մարդասպանություն ծանրացնող հանգամանքներում։ Պաշտպանության կողմը փորձում էր առաջ քաշել այն փաստարկը, թե իրենց պաշտպանյալները գործել են քաղաքական դրդապատճառներով և պահանջում էր ավելի մեղմ գնահատական, մինչդեռ մեղադրանքի կողմը պնդում էր, թե անկախ դրդապատճառներից, արարքի հետևանքը եղել է 8 մարդու կյանքի ընդհատում,
ինչը պահանջում է առավելագույն խստության կիրառում։ Դատավարությունն ուղեկցվում էր նաև մշտական հանրային ճնշումով։ Զոհերի ընտանիքները պահանջում էին ոչ միայն ուղղակի կատարողների պատիժ, այլև ամբողջական ճշմարտության բացահայտում այն մասին, թե ով է իրականում կանգնած եղել այս ամենի հետևում։ Այս պահանջը, սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, մնում էր անհասանելի իդեալ։ 2003 թվականի դեկտեմբերի 2-ին, ավելի քան 3 տարվա դատավարությունից հետո, Առաջին ատյանի դատարանը հրապարակեց իր վճիռը։ 6 մեղադրյալներ՝ Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Էդուարդ Գրիգորյանը, Վրամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանն ու Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման։ Համլետ Ստեփանյանը, ում մասնակցության աստիճանը գործողությանն ավելի սահմանափակ էր համարվում, ստացավ 14 տարվա ազատազրկում։ Վճիռը, թեև ակնկալվող էր, միևնույն ժամանակ ստեղծեց նոր հակասական զգացողություններ։ Ոմանք տեսնում էին այն որպես արդարադատության հաստատում, ապացույց, որ երկրի իրավական համակարգը կարող է աշխատել նույնիսկ ամենադաժան հանցագործության դեպքում։ Ուրիշները, հատկապես զոհերի ընտանիքների ներկայացուցիչները, զգում էին, թե վճիռը կիսատ է, քանի որ ուղղակի կատարողների պատիժը, որքան էլ խիստ լինի, չէր պատասխանում այն հարցին, թե ով, եթե ընդհանրապես որևէ մեկը, կանգնած էր նրանց հետևում։ Ինչպես կարող է հասարակությունը զգալ լիարժեք արդարադատություն, երբ մնում է հիմնարար հարց առանց պատասխանի։ Զոհերի ընտանիքների համար դատավարության ավարտը եղավ ողբերգության մի նոր, ավելի հանգիստ, բայց ոչ պակաս ցավոտ փուլի սկիզբը։ Վազգեն Սարգսյանի ընտանիքը, ինչպես նաև Կարեն Դեմիրճյանի, Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Հենրիկ Աբրահամյանի, Միքայել Քոթանյանի և Արմենակ Արմենակյանի ընտանիքները ստիպված էին սովորել ապրել առանց իրենց հարազատների, գիտակցելով, որ դատարանի վճիռը, որքան էլ արդար լինի, երբեք չի կարող վերադարձնել կորցրածը։ Հասարակության ուշադրության կենտրոնում մնացին հատկապես Վազգենի ու Կարենի ընտանիքները, քանի որ նրանք ամենահայտնի հանրային դեմքերն էին։ Վազգենի եղբայրը Արամ Սարգսյանը արդեն կարճ ժամանակ անց հանցագործությունից հետո նշանակվեց երկրի վարչապետ, ստանձնելով եղբոր ընդհատված գործի շարունակությունը մի պահի, երբ երկիրը ամենաշատն էր կարիք ունեցել կայունության։ Սակայն Արամի վարչապետությունը երկար չտևեց, և արդեն 2000-ական թվականին նա ազատվեց պաշտոնից, ինչը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան անկայուն էր դարձել երկրի քաղաքական հողը հենց այն ողբերգությունից հետո։ Երկրի հիշողության մեջ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը ստացան հատուկ տեղ։ Երկուսին էլ հետմահու շնորհվեց Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչումը, նրանց անուններով կոչվեցին փողոցներ, դպրոցներ, ռազմական ակադեմիաներ։ Երևանում կանգնեցվեցին հուշարձաններ, և ամեն տարի հոկտեմբերի 27-ին երկիրը կանգ է առնում մեկ րոպե լռությամբ, հիշելու այն 8 մարդկանց, ովքեր կորցրին կյանքը այդ սև երեկոյան։ Ազգային ժողովի շենքի մոտ կանգնեցվեց հուշարձան, և տարեդարձի օրերին այնտեղ հավաքվում են և պաշտոնական պատվիրակություններ, և սովորական քաղաքացիներ, ովքեր բերում են ծաղիկներ ու վառում մոմեր։ Այս ծիսակարգը, կրկնվելով տարեցտարի, դարձել է ազգային հիշողության կարևոր մասը, մի կերպ, թե ինչպես հասարակությունը փորձում է հաշտվել այն ցավի հետ, որը երբեք ամբողջությամբ չի անհետանում։ Բայց արդյոք հիշատակի արարողություններն ինքնին բավարար են, թե իսկական հարգանքը հանգուցյալների հանդեպ պահանջում է նաև ամբողջական ճշմարտության բացահայտում, որքան էլ դժվար ու անհարմար դա լինի ներկայիս իշխանության համար։ Հունանյանների ընտանիքի ճակատագիրը զարգացավ բոլորովին այլ ուղղությամբ, և նրանց պատմությունը, թեև հազվադեպ է քննարկվում հրապարակավ, ոչ պակաս ողբերգական է իր ձևով։ Ընտանիքի 3 անդամներ՝ Նաիրին, նրա եղբայրը և հորեղբայրը, հայտնվեցին բանտում ցմահ ազատազրկման դատապարտված, կտրված արտաքին աշխարհից, կրելով ոչ միայն իրենց արարքի, այլև իրենց ընտանիքի անվան ողջ ծանրությունը։ Հունանյանների ընտանիքի մնացած անդամները ստիպված էին ապրել մի հասարակությունում, որտեղ իրենց ազգանունը դարձել էր հոմանիշ ազգային ողբերգության հետ, կրելով խարանը, որից երբեք ամբողջությամբ չկարողացան ազատվել։ Երեխաներ, ովքեր ծնվել կամ մեծացել էին այս ընտանիքներում, ստիպված էին կրել այն բեռը, որ իրենց հայրերն ու հորեղբայրները դարձել էին ազգային պատմության ամենամուգ դեմքերից։ Այս երկրորդային, հազվադեպ խոսվող ողբերգությունը հիշեցնում է, թե որքան լայն է իրականում այն շրջանակը մարդկանց, ում կյանքերն անդառնալիորեն փոխվեցին այդ մեկ երեկոյան ընթացքում, և զոհերի, և հանցագործների կողմերում։ Ժամանակի ընթացքում, մասնավորապես 2018 թվականին, երբ Հայաստանում տեղի ունեցավ խաղաղ քաղաքական հեղափոխություն և իշխանության եկավ նոր սերունդ, հոկտեմբերի 27-ի հարցը կրկին վերադարձավ հանրային ուշադրության կենտրոն։ Նոր իշխանությունները, ովքեր իրենք էլ մեծացել էին այս ողբերգության ստվերի տակ, հայտարարեցին քրեական գործի վերաբացման մասին, խոստանալով վերջապես բացահայտել այն, ինչ մնացել էր չբացահայտված գրեթե 2 տասնամյակ։
2019 թվականին սկսվեցին նոր հարցաքննություններ, նոր փորձաքննություններ եւ հանրության մեջ վերականգնվեց հույսը, թե գուցե վերջապես ինչ-որ նոր փաստ լույս աշխալ գա։ Սակայն այս նոր փուլն եւս ուղեկցվեց քաղաքական լարվածությամբ, քանի որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա կողմնակիցները մեկնաբանեցին քննության վերսկսումը որպես քաղաքական հալածանք, մինչդեռ նոր իշխանության ներկայացուցիչները պնդում էին, թե միայն արդարադատության հետապնդում են։ Այս նոր փուլի արդյունքները գրության պահին դեռ ամբողջությամբ հայտնի չեն, եւ հարցը, թե արդյոք երբևէ գա վերջնական պատասխան, մնում է բաց։ Հայաստանի մի քաղաքական պատմության մեջ հոկտեմբերի 27-ը մնում է մի կետ, որից հետո ամեն ինչ դարձավ այլ կերպ։ Երկիրը, որ մինչ այդ փորձում էր կառուցել հավասարակշռված ժողովրդավարական համակարգ, ուժեղ խորհրդարանով եւ ուժեղ գործադիր իշխանությամբ, հայտնվեց մի ուղու վրա, որտեղ նախագահական իշխանությունը հաջորդ տասնամյակների ընթացքում դարձավ գերիշխող, գրեթե անվերահսկելի ուժ։ Այն մարդիկ, ովքեր կարող էին ծառայել որպես հակակշիռ այս իշխանության հանդեպ, Վազգեն Սարգսյանն իր ռազմական հեղինակությամբ ու ժողովրդական սիրով, Կարեն Դեմիրճյանն իր փորձառու քաղաքական ազդեցությամբ, այլևս գոյություն չունեին։ Այս բացը ստեղծված մեկ սարսափելի երեկոյան երկար տարիներ մնաց չլրացված։ Եվ միայն 2018 թվականի հեղափոխությունը 19 տարի անց կրկին բերեց այն տեսակի քաղաքական վերականգնումը, որին Հայաստանը ձգտում էր դեռ հոկտեմբերի 27-ից առաջ։ Ինչպես կփոխվեր երկրի ողջ պատմությունը, եթե այն երեկո այլ ընթացք ունենար, եւ արդյոք հնարավոր է երբևէ ամբողջությամբ գնահատել այն, ինչ Հայաստանը կորցրեց ոչ միայն որպես մարդկային կյանքեր, այլև որպես կորցրած քաղաքական հնարավորություն։ Այն մարդկանց համար, ովքեր գոյատևեցին այդ գիշերը, պատանդների, վիրավորների, ականատեսների, հոկտեմբերի 27-ը դարձավ մի սահմանագիծ, որից հետո կյանքն այլևս երբեք նույնը չեղավ։ Բազմաթիվ վկայություններ վկայում են, թե ինչպես նախկին падգամավորներ ու աշխատակիցներ, ովքեր անմիջականորեն ականատես եղան կրակոցներին, տարիներ շարունակ կրում էին այն օրվա հետքերը՝ անքնություն, մշտական լարվածություն, դժվարություն վերադառնալու նույն շենք, նույն դահլիճ, առանց նորից ապրելու այն սարսափը։ Հայաստանում այն տարիներին դեռ գործնականում գոյություն չուներ հոգեբանական աջակցության համակարգ, որը կկարողանար օգնել այս մարդկանց մշակել իրենց տրավման, եւ շատերը ստիպված էին ինքնուրույն, առանց մասնագիտական օգնության, գտնել ճանապարհ դեպի առօրյա կյանք։ Ոմանք թողեցին քաղաքականությունը ընդմիշտ, ընտրելով հեռու մնալ այն աշխարհից, որը գրեթե խլեց իրենց կյանքը։ Ուրիշները ընդհակառակը մնացին հանրային ծառայության մեջ, համարելով դա իրենց պարտքը հանգուցյալ գործընկերների հիշատակի հանդեպ։ Ինչպիսի ուժ էր պետք, որպեսզի մարդը վերադառնա այն վայրը, որտեղ գրեթե կորցրել էր իր կյանքը, եւ շարունակի ծառայել հենց այն համակարգին, որը ձախողվել էր իրեն պաշտպանելու հարցում։ Միջազգային համեմատության մեջ դիտարկելիս հոկտեմբերի 27-ի դեպքը հաճախ դասվում է հետխորհրդային տարածքի այն երևույթների շարքին, երբ երիտասարդ, դեռ չամրապնդված ժողովրդավարական ինստիտուտները հայտնվեցին կտրուկ բռնի ցնցումների առջև։ Վերլուծաբաններ, ովքեր ուսումնասիրել են նմանատիպ իրադարձություններ այլ երկրներում, նշում են, թե նման հանկարծակի քաղաքական բռնությունները հաճախ ծառայում են որպես կատալիզատոր, ավելի կենտրոնացված, ավելի քիչ հաշվետու իշխանության հաստատման համար, անկախ նրանից, թե ով է եղել դրանց իրական կազմակերպիչը։ Հայաստանի պարագայում այս երևույթը հատկապես ցավոտ էր, քանի որ երկիրը դեռ միայն 8 տարի էր, ինչ անկախություն էր ձեռք բերել եւ փորձում էր միաժամանակ կառուցել պետական ինստիտուտներ, վերականգնվել պատերազմից եւ ինտեգրվել միջազգային հանրության մեջ։ Հոկտեմբերի 27-ը այս համատեքստում ոչ միայն անձնական ողբերգություն էր տասնյակ ընտանիքների համար, այլև հարված մի ամբողջ ազգային նախագծի հանդեպ, որը դեռ գտնվում էր իր ամենափխրուն փուլում։ Ինչ կարող ենք սովորել այս պատմությունից երիտասարդ ժողովրդավարությունների փխրունության մասին եւ արդյոք հնարավոր է կառուցել այնպիսի ինստիտուցիոնալ պաշտպանություն, որ կկանխի նմանատիպ ողբերգությունների կրկնումների կրկնությունը ապագայում։ Տարիների ընթացքում հրապարակվեցին նաեւ հուշեր եւ վկայություններ նրանցից, ովքեր անձամբ ճանաչում էին ինչպես զոհերին, այնպես էլ հանցագործներին։ Այս վկայությունների միջից երբեմն երևում է մի ավելի բարդ պատկեր, քան պարզ հերոսներ ընդդեմ չարագործների պատմությունը։ Ոմանք, ովքեր ճանաչում էին Նաիրի Հունանյանին նախքան հանցագործությունը, նկարագրում են նրան որպես խելացի, բայց խորապես հիասթափված մարդու, ով անկեղծորեն հավատում էր, թե երկիրը շեղվել է իր ճշմարիտ ուղուց, եւ ով թերևս սխալ, բայց անկեղծ մոլորանդությամբ որոշեց, թե ինքն է կանչված ուղղելու իրավիճակը։ Այս մարդկային բարդությունը, որքան էլ դժվար լինի ընդունել այն, կարևոր մաս է կազմում ամբողջական պատմությունից, քանի որ պարզեցնելով հանցագործներին որպես մաքուր չարիք,
Մենք վտանգում ենք բաց թողնել այն ավելի խորը հասարակական եւ քաղաքական պայմանները, որոնք թույլ տվեցին այս ողբերգությանը տեղի ունենալ։ Ինչպես կարող ենք հասկանալ մի մարդու ուղին դեպի այնպիսի ծայրահեղ գործողություն առանց արդարացնելու նրա արարքը, եւ ինչ կարող ենք սովորել այն հասարակական պայմաններից, որոնք նպաստեցին այս մոլեռանդության զարգացմանը։ Այսօր, երբ անցել է ավելի քան 26 տարի այն ողբերգական երեկոյից, Հայաստանում դեռևս կենդանի են եւ ցավը եւ հարցերը։ Երիտասարդ սերունդը, ով ծնվել է արդեն հանցագործությունից հետո, մեծանում է լսելով Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի անունները որպես ազգային հերոսների անուններ, բայց հազվադեպ է լիարժեք հասկանում այն ամբողջ բարդությունը, որ թաքնված է այս պատմության հետևում։ Դպրոցներում պատմության դասագրքերը սովորաբար ներկայացնում են դեպքերի պաշտոնական տարբերակը, հանցագործության փաստը, զոհերի անունները, դատավարության արդյունքը, բայց հազվադեպ են խորանում այն վարկածների ու հարցերի մեջ, որոնք շարունակում են հուզել ավելի տարեց սերնդին։ Այս լռությունը ինքնին խոսում է այն մասին, թե որքան դժվար է հասարակության համար ամբողջությամբ մարսել այն, ինչ պատահեց, եւ որքան հեռու է դեռ երկիրը այն պահից, երբ կկարողանա ասել, թե ամբողջովին հաշտվել է իր անցյալիի հետ։ Վերջին հաշվով հոկտեմբերի 27-ի պատմությունը մնում է Հայաստանի ժամանակակից պատմության ամենամութ ու ամենաքիչ հասկացված գլուխներից մեկը։ Այն սկսվեց որպես թվացյալ սովորական քաղաքական նիստ, վերածվեց ազգային ողբերգության մի քանի րոպեների ընթացքում եւ թողեց իր հետևում ոչ միայն 8 դատար կաթոռ ու տասնյակ կոտրված ընտանիքներ, այլև մի ամբողջ շարք հարցեր, որոնց պատասխանները թերևս երբեք ամբողջությամբ չգտնվեն։ Այն մարդիկ, ովքեր ապրում էին այն ժամանակ եւ հիշում են այն երեկոն, դեռ կրում են այն որպես անձնական ցավի աղբյուր։ Նրանք, ովքեր ծնվել են դրանից հետո, ժառանգում են այն որպես ազգային հիշողության մի մասը, չբուժված վերք, որի շուրջ դեռ պտտվում են վարկածներ, կասկածներ եւ չմարող հույս, թե մի օր ամբողջ ճշմարտությունը վերջապես կբացվի։ Հասարակության ուշադրությունը բնականաբար ամենից շատ կենտրոնացած է եղել Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի կեպերպարների վրա, սակայն արդարությունը պահանջում է հիշել նաև մյուս 6 մարդկանց, ում կյանքն ընդհատվեց այդ նույն րոպեներին։ Խորհրդարանի փոխնախագահ Յուրի Բախշյանը եղել էր փորձառու քաղաքական գործիչ, ում գործընկերները հիշում էին որպես հանգիստ, հավասարակշռված մարդու, ով միշտ փորձում էր գտնել փոխզիջում ամենասուր վեճերում անգամ։ Մյուս փոխնախագահ Ռուբեն Միրոյանը հայտնի էր իր մասնագիտական մոտեցմամբ խորհրդարանական աշխատանքին, մարդ, ով հազվադեպ էր հայտնվում լուսանկարներում, բայց աշխատում էր անդադար օրենսդրական հանձնաժողովներում։ Արտակարգ իրավիճակների նախարար Լեոնարդ Պետրոսյանը կրում էր պատասխանատվության մի ամբողջ ոլորտ, որը կապված էր բնական աղետների ու արտակարգ դեպքերի կառավարման հետ, եւ նրա մահը զրկեց երկրին մի մասնագետից, ում գիտելիքները հատկապես կարևոր էին այն ժամանակների Հայաստանի համար, որ դեռ ապրում էր 1988 թվականի երկրաշարժի հետևանքների ստվերում։ Պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Կոթանյանը եւ Արմենակ Արմենակյանը ամեն մեկն իր ընտրատարածքից ներկայացնում էին հազարավոր քաղաքացիների ձայնը խորհրդարանում, եւ նրանց հանկարծակի բացակայությունը ստիպեց նոր ընտրություններ անցկացնել համապատասխան տարածքներում։ Այս 6 մարդկանց անունները հաճախ մնում են երկրորդ պլանում ազգային հիշողության մեջ, ստվերված Վազգենի ու Կարենի ավելի մեծ հանրայնությամբ, բայց նրանց ընտանիքների ցավը ոչնչով փոքր չէր, եւ նրանց կորուստը հավասարապես մասն էր կազմում այն ազգային ողբերգության, որ պատահեց այդ երեկո։ Ինչու պատմությունը հաճախ հիշում է միայն ամենահայտնի անունները, մինչդեռ մոռանում է մյուսներին, ում կյանքն ու ծառայությունը ոչնչով պակաս արժեքավոր չէին։ Երկար տարիներ անց, երբ լրագրողներ ու հետազոտողներ փորձում էին վերականգնել ամբողջական պատկերը, նրանք հանդիպում էին մի կրկնվող խոչընդոտի՝ հիշողության եւ փաստաթղթի պակասի։ Շատ ուղղակի մասնակիցներ, ովքեր կարող էին տալ կարևոր վկայություններ, կամ մահացել էին բնական մահով տարիների ընթացքում, կամ հրաժարվում էին խոսել, վախենալով քաղաքական հետևանքներից։ Անգամ նրանք, ովքեր պատրաստ էին խոսել, հաճախ իրենց հիշողություններում ունեին բացեր, խեղաթյուրումներ, որոնք բնական են այդքան ցնցող իրադարձության դեպքում։ Այս իրավիճակը, ականատեսների աստիճանական անհետացումը ժամանակի ընթացքում, ստեղծում է հավելյալ ճնշում պատմաբանների ու իրավաբանների վրա, ովքեր դեռ փորձում են հասկանալ, թե ինչ իրականում պատահեց այն երեկո։ Յուրաքանչյուր տարի, որ անցնում է առանց նոր բացահայտումների, նվազեցնում է հավանականությունը, որ երբևէ ամբողջական ճշմարտությունը լույս աշխարհ գա, եւ այս գիտակցությունը, թե ժամանակը գուցե երբեք չգա, ինքնին ողբերգական է, գուցե նույնիսկ ավելի, քան հենց սկզբնական հանցագործությունը։ Ազգային ժողովի շենքն ինքը, որտեղ տեղի ունեցավ ողբերգությունը, շարունակեց իր գործունեությունը որպես երկրի օրենսդիր մարմնի նստավայր, եւ այս հանգամանքն ինքնին առաջացրել է հակասական զգացողություններ տարիների ընթացքում։ Պատգամավորներ, ովքեր անցնում են այն նույն միջանցքներով, որտեղով անցել էին Հունանյանն ու իր հանցակիցները, հաճախ խոստովանում են, թե զգում են մի տեսակ ծանրություն,
հատկապես հոկտեմբերի ամսին, երբ մոտենում է ողբերգության տարեդարձը։ Շենքի ներսում տեղադրվել է հուշատախտակ, նվիրված զոհերի հիշատակին, եւ յուրաքանչյուր նոր գումարման խորհրդարան, անկախ քաղաքական կողմնան կողմնորոշումից, պահպանել է ավանդույթը, հարգանքի տուրք մատուցել այդ 8 մարդկանց հիշատակին։ Այս ֆիզիկական տարածությունը, որտեղ միահյուսվել են ազգային օրենսդրության առօրյա աշխատանքն ու ամենադաժան ողբերգության հիշողությունը, դարձել է յուրահատուկ խորհրդանիշ այն բարդության, որով Հայաստանը ստիպված է ապրել իր անցյալի հետ, ոչ թե մոռանալով այն, այլ ինտեգրելով այն իր ամենօրյա գոյության մեջ։ Ինչպես կարող է մի ինստիտուտ շարունակել գործել բնականոն կերպով այն վայրում, որտեղ տեղի է ունեցել իր պատմության ամենասարսափելի իրադարձությունը, եւ ինչ է սա ասում մարդկային կարողության մասին, շարունակելու առաջ գնալ նույնիսկ ամենածանր ցնցումներից հետո։ Յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 27-ին կրկնվող հիշատակի արարողությունները ժամանակի ընթացքում ձեռք բերեցին իրենց սեփական կայուն ձևը։ Առավոտյան պաշտոնական պատվիրակություններ, նախագահի, խորհրդարանի եւ կառավարության ղեկավարությամբ այցելում են Երաբլուր, խոնարհվելու զոհերի շիրիմների առջև։ Երեկոյան անցկացվում են հիշատակի հանդիսավոր միջոցառումներ, հաճախ ներառելով երաժշտական եւ գրական բաղադրիչներ, որոնք նվիրված են այդ երեկոյան։ Երկրապահ կազմակերպությունը, որի հիմնադիրն ինքը եղել է Վազգեն Սարգսյանը, ամեն տարի կազմակերպում է իր սեփական հիշատակի ծիսակարգը, ընդգծելով Վազգենի ռազմական ժառանգությունը եւ նրա դերը հայկական բանակի ստեղծման գործում։ Մինչդեռ մյուս ընտանիքների ներկայացուցիչները հաճախ կազմակերպում են ավելի համեստ անձնական հիշատակի արարողություններ։ Այս զուգահեռ ծիսակարգերը, մեկը պետական եւ հանրային մասշտաբով, մյուսը ընտանեկան ու անձնական, արտացոլում են այն տարբեր ձևերը, որոնցով հասարակությունն ու անհատներն են փորձում մշակել ընդհանուր ողբերգությունը։ Կարող է ազգային հիշատակը երբևէ իսկապես արտացոլել այն անհատական ցավը, որ կրում է յուրաքանչյուր ընտանիք առանձին, թե միշտ մնալու է որոշակի հեռավորություն հանրայինի ու անձնականի միջև։ Կույբոնո սկզբունքին վերադառնալով, արժե անուն տալ եւս մեկ մարդու, ում կարիերան հատկապես աճեց հենց հոկտեմբերի 27-ից հետո ստեղծված քաղաքական վակուումում։ Այդ ժամանակ երկրի ազգային անվտանգության նախարարն էր եւ հետագայում պաշտպանության նախարար դարձավ Սերժ Սարգսյանը, ով Վազգենի մերձավոր դաշնակիցներից էր եւ կիսում էր նրա հետ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական հեղինակությունը երկրապահ կազմակերպության ներսում։ Վազգենի հեռացումով Սերժ Սարգսյանը հայտնվեց ազատամարտիկների ցանցի ամենաազդեցիկ ժառանգորդի դիրքում եւ հաջորդ տարիներին նրա քաղաքական վերելքը եղավ կայուն ու աստիճանական, պաշտպանության նախարարությունից մինչև ազգային անվտանգության ղեկավարություն, այնուհետև վարչապետություն եւ ի վերջո նախագահություն 2008 թվականին։ Այս վերելքը որքան էլ երկար ու աստիճանական լինի, միշտ ուղեկցվել է դիտողությամբ, թե որքան կարևոր դեր խաղաց հենց այն ընդմիջումը, որը ստեղծվեց Վազգենի բացակայությամբ ազատամարտիկների ցանցի ղեկավարման հարցում։ Ոչ ոք երբեք ուղղակիորեն չմեղադրեց Սերժ Սարգսյանին հանցագործության հետ կապի մեջ, եւ ոչ մի ապացույց երբեք չառաջացավ նման ուղղությամբ։ Սակայն Կույբոնո սկզբունքի տրամաբանության համաձայն նրա անունը եւս հայտնվում է այն ցանկում, որտեղ քննարկվում է, թե ով իրականում շահեց ամենաշատը այդ մեկ ողբերգական երեկոյից։ Ինչպես կարող ենք տարբերել բնական քաղաքական էվոլյուցիան հանկարծակի ստեղծված հնարավորությունների գիտակցված օգտագործումից, եւ արդյոք այս հարցը երբևէ կստանա հստակ պատասխան։ Հետաքրքիր զուգահեռ է նաև այն, թե ինչպես Սերժ Սարգսյանի սեփական քաղաքական ուղին ավարտվեց գրեթե 2 տասնամյակ անց 2018 թվականին, երբ նա արդեն նախագահական 2 ժամկետը սպառելուց հետո փորձեց պահպանել իշխանությունը, դառնալով վարչապետ նոր սահմանադրական համակարգում։ Այս քայլը հրահրեց հայ ժողովրդի պատմության մեջ մեկ այլ, այս անգամ խաղաղ, զանգվածային շարժում, որը հայտնի դարձավ որպես Թավշյա հեղափոխություն, եւ ստիպեց Սերժ Սարգսյանին հրաժարական տալ։ Ընդամենը մի քանի օր վարչապետությունից հետո։ Այս երկու իրադարձությունների 1999 թվականի ալյունալի ողբերգության եւ 2018 թվականի խաղաղ հեղափոխության միջև կարելի է տեսնել յուրահատուկ պատմական աղեղ, որի ընթացքում Հայաստանը վերջապես կարողացավ իրականացնել իշխանափոխություն առանց ալյունահեղության, ինչ որ իմաստով ուղղելով այն ցավոտ ուղին, որով ստիպված էր անցնել հենց հոկտեմբերի 27-ից հետո։ Բայց արդյոք հնարավոր է իսկապես փակել շրջանը եւ արդյոք հասարակությունը երբևէ կստանա ամբողջական հաշվետվություն այն ամենի մասին, ինչ պատահեց այն ճակատագրական տասնամյակների ընթացքում։ Միջազգային դիտորդական կազմակերպությունները, որոնք հետևել են Հայաստանի իրավական համակարգի զարգացմանը տարիների ընթացքում, բազմիցս նշել են հոկտեմբերի 27-ի գործը որպես օրինակելի պատկերացում այն մասին, թե որքան դժվար է հետխորհրդային պետություններում ապահովել լիարժեք թափանցիկություն այնպիսի գործերում, որոնք ուղղակիորեն առնչվում են բարձրագույն իշխանության շահերին։
Եվրոպայի խորհրդին առընթեր մարմիններ, ինչպես նաև անկախ իրավապաշտպան կազմակերպություններ պարբերաբար հրապարակել են զեկույցներ, որոնցում արտահայտվում է մտահոգություն այն մասին, թե որքան սահմանափակ մնաց դատավարության շրջանակը և որքան քիչ ուշադրություն դարձվեց հնարավոր կազմակերպչական կապերի ուսումնասիրությանը։ Այս զեկույցները, թեև երբեք չեն հանգեցրել կոնկրետ գործողությունների միջազգային մակարդակում, ստեղծել են փաստաթղթային հետք, որը ապագա հետազոտողների համար կարող է ծառայել որպես ելակետ, եթե երբևէ առաջանա քաղաքական կամք գործը վերաբացելու համար ամբողջական ծավալով։ 2019 թվականի քննության վերսկսումը, թեև խոստումնալից թվաց սկզբում, մի քանի տարի անց կրկին դանդաղեց, առանց հասնելու այն արդյունքին, որին սպասում էին զոհերի ընտանիքները։ Նոր հարցաքննություններ անցկացվեցին, նոր փորձագիտական եզրակացություններ պատվիրվեցին, բայց հանրային տարածքում շարունակում է բացակայել այն վերջնական անառարկելի պատասխանը, որին ձգտում է հասարակության մեծ մասը արդեն 26 տարուց ավելի։ Ինչու նույնիսկ քաղաքական կամքի փոփոխության պայմաններում ամբողջական ճշմարտությունը շարունակում է մնալ անհասանելի, և ինչ է սա ասում այն կառուցվածքային խոչընդոտների մասին, որոնք գերազանցում են կոնկրետ իշխանական թիմերի կամքը։ Զոհերի ընտանիքների ներկայացուցիչներից ոմանք տարիների հիասթափությունից հետո սկսել են դիմել նաև միջազգային իրավական հարթակների, փորձելով գտնել արդարադատություն այնտեղ, որտեղ ներպետական համակարգը իրենց կարծիքով ձախողվել է։ Այս ջանքերը թեև առայժմ չեն հանգեցրել կոնկրետ արդյունքների, ցույց են տալիս, թե որքան կենդանի է մնում այս պատմության հանդեպ հետաքրքրությունը նույնիսկ նոր սերնդի իրավաբանների ու ակտիվիստների շրջանում։ Ուսանողներ, ովքեր սովորում են իրավագիտություն ժամանակակից հայկական համալսարաններում, հաճախ ընտրում են հոկտեմբերի 27-ի գործը որպես իրենց ուսումնասիրության թեմա, վերլուծելով դատավարության իրավական թերությունները և առաջարկելով, թե ինչպես կարող էր գործընթացը կազմակերպվել ավելի արդյունավետ ու թափանցիկ կերպով։ Այս ակադեմիական հետաքրքրությունը զուգորդված շարունակական լրագրողական հետաքննությունների հետ պահպանում է հարցը կենդանի, նույնիսկ երբ պաշտոնական քաղաքական օրակարգում այն ժամանակ առ ժամանակ մարում է հանրային ուշադրության ֆոնին։